Աշնանային այս առաջի օրը պատիվ ունենք ձեզ, բարևելու սիրելիներս, բարև ձեզ, եւս մեկ անգամ բարև ձեզ։ Բարելույս մեր շատ սիրելի հեռուստադիտող։ 2016 թվականի ամառն արդեն անցյալում է, իսկ աշունը, ինչպես նաև ուսումնական նոր տարին հայտարարում ենք սկսված։ Դե իհարկե ուսումնական տարուց հենց կխոսենք, բայց մի մոռացեք, որ աշունը ամենագեղեցիկ տարվա եղանակն է Հայաստանում։ Ամենառոմանտիկ, այո, շուտով ամեն ինչ կդառնա տարբեր գույների, եղանակը դեռ կմնա տաք, շոկ չի լինի, ոչ էլ կլինի ցուրտ։ Այսօր Հայաստանում բոլորի համար ամենակարևոր տոնն է, սեպտեմբերի 1-ն է, գիտելիքի օրը։ Ես դա առանձնապես տոն չեմ համարում, ասենք, պարտականությամբ երեխեք ես համոզված եմ, որ ես մենակ չեմ այս պատկերում, այո։ Ուզում եմ շնորհավորել բոլոր փոքրիկներին, ովքեր այսօր առաջին անգամ գնում են դպրոց եւ իրենց համար բաց են անում հաջողության դռները, քանի որ գիտելիքը մեզ համար հաջողություն է ապահովում հետագայում։ Նաեւ իհարկե ցավակցություն եմ հայտնում բոլոր ծնողներին, ովքեր որ երեխաներին պետք է տանեն դպրոց առաջին անգամ, դա սարսափելի է ուղղակի, բայց ոչինչ, էդ էլ կանցնի։ Ինչպես նաեւ բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մայրիկներին, հայրիկներին, տատիկներին ու պապիկներին, ուսուցիչներին եւ դասախոսներին։ Մեծն Լենինը սովորեք եւ եւս մեկ անգամ սովորեք, այո, ճիշտ է ասում։ Միակ ճիշտ բանն է, որ ասել եք։ Ես էլ եմ համաձայն։ Մտածողներից մեկն ասել է, թե գիտելիքը զրահ է բոլոր դժբախտությունների դեմ, այնպես որ առաջարկում ենք այսօրվանից զրահապատվել եւ սպասել միայն երջանիկ ու հաջողակ օրերի։ Լենինը իհարկե ճիշտ է ասել, սովորեք եւ սովորեք, այո, շատ ճիշտ է, բայց եթե ժամանակին սովորեին, Լենինի նման մարդիկ հայտ դուրս չէին գա, էլի, հասկանում եք։ Լավ, սեպտեմբերի 1-ը որպես գիտելիքի օր սկսել են նշել դեռևս խորհրդային տարիներին։ Այո։ 1935 թվականին սեպտեմբերի 1-ը հայտարարվեց ուսումնական տարվա սկիզբը, իսկ 1980 թվականին նոր ուսումնական տարվա առաջին օրը պաշտոնապես հայտարարվեց գիտելիքի օր։ Այո, առաջին դասարանցիները գնում էին դպրոց եւ երգում էին կոմունայի զավակներ, օթանավը ձեզ նվեր։ Այսօր գիտելիքի օրը նշում են աշխարհի շատ երկրներում, այդ երգը այլևս չեն երգում։ Երգում են մեր հայրենիք։ Խորհուրդը պահպանելու սովորողներին նորամուտը դպրոցանական եւ հիշարժան դարձնելու նպատակով կազմակերպվում են տոնական մի շարք միջոցառումներ նվիրված գիտելիքի օրվան։ Звенит звонок веселый, детей торопит класс, открыты двери школы, теперь всегда для нас. Ապրես Սերգեյ, արտահայտային վերջին օրերը Երևանի փողոցներում հիշարժան են եղել։ Օրերս Մայքլ Ջեքսոնի հայ երկրպագուները սիրված երգչի ծննդյան օրը, որը օգոստոսի 29-ին էր, նշել են յուրահատուկ ֆլեշմոբով։ Մի խումբ երիտասարդներ հյուսիսային պողոտայում փոփի արքային նվիրված կատարում են ցուցադրել։ Այժմ կարող ենք այն դիտել մեր եթերում։ Լենին պապին մեռել է, մատ, հալա, դա չէ։ Ֆլեշմոբ մեր եթերում։ Այս ֆլեշմոբը Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրվա արդիվ էր արված։ Ինչպես նաև մենք տեսանք պարի թե կարող ես եւ պարահանդես նախագծի մասնակիցներից ոմանց, նրանց եւս շնորհավորում ենք, քանի որ լավ է որ մարդիկ սիրում են Ջեքսոնին եւ շարունակում են տոնել նրա ծննդյան տարեդարձը։ Մի օր իմ ծննդյան արդիվ պարը։ Այդ օրն էլ կգա Սերգեյ ջան։ Մայքլ Ջեքսոնն այսօր կդառնար 58 տարեկան։ Ջալ տղա է։ Ամերիկացի երգիչ, երգահան, հնչյունավորող, խորեոգրաֆ, պարող, դերասան, սցենարիստ Ջեքսոնը պատմության մեջ մնացել է որպես փոփ երաժշտության ամենահաջողակ կատարող։ Այսինքն ուղղակի կարելի ասել Ջեքսոն եւ վերջ, դա մի մեծ ասած դարաշրջան է։ Նա հասցրել է ստանալ 15 գրեմի եւ հարյուրավոր այլ մրցանակներ, 25 անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, իսկ ողջ աշխարհում նրա ալբոմների վաճառքի քանակը կազմել է 1 միլիարդ օրինակ։ Այս պահին մեր եթերում կհնչի երաժշտություն բոլոր սովորողների եւ սովորեցնողների, ինչպես նաեւ չսովորողների օրինակ Սերգեյի համար։ Այդ ինձ համար էլ է, այո։
Սերգեյի սրտից էր այս տեսանյութը եւ անցնենք տեսահոլովակը ներեցեք եւ անցնենք առաջ։ Լուրեր աշխարհից։ Այո, Օքսֆորդի համալսարանի մասնագետները պարզել են, թե որտեղ են ապրում կատարյալ ամուսինները։ Կատարյալ ամուսին, ոնց որ հայոյան կլի, դու կատարյալ ամուսին ես։ Բայց մինչ այդ փորձել են նախ հասկանալ, թե ինչ ասել է անթերի տղամարդ կնոջ կարծիքով։ Աշխարհի 13 երկրների 20-ից 45 տարեկան 14000 կանանց շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ 2/3-ի համար ամենակարևորը տնային գործերում տղամարդը օգնելու պատրաստակամությունն է։ Երկրորդ տեղում է երեխաների նկատմամբ հոգատարությունը եւ ընտանիքը նյութապես ապահովելու ունակությունը, ինչու՞ չէ նաեւ ցանկությունը։ Բոլոր տեսանկյուններից իդեալական տղամարդիկ պարզվում է ապրում են Շվեդիայում, Նորվեգիայում եւ Մեծ Բրիտանիայում, թող գան Հայաստան մեր Հայաստան լավ տղամարդ չկա։ Ինչու են պակաս, ինչ ասել։ Վերադառնանք այսօրվա տոնին եւ միանանք մեր գործընկեր Արտուր Օսիպյանին, ով այժմ գտնվում է Երևանի դպրոցներից մեկում։ Այո։ Բարի լույս, Արտուր։ Թեժ գիտն է միանում, այո։ Սերգեյ Անի, բարի լույս, նախ շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի առթիվ, ասեմ, որ մենք այսօր վաղ առավոտից շրջում ենք Երևանյան դպրոցներում, որտեղ տոնական տրամադրություն է, այս պահին մենք գտնվում ենք համար 63 հիմնական դպրոցում, որտեղ տեսնում եք վերջին նախապատրաստական աշխատանքներն են կատարվում եւ շուտով կմեկնարկի տոնական միջոցառումը։ Այս պահին իմ զրուցակիցն է դպրոցի ուսուցչուհի Ավետիսյան Սուսաննան, բարի լույս տիկին Սուսաննա։ Բարև ձեզ, բարև։ Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի շնորհավորում արդիվ եւ մեզ հետ են նաեւ առաջին դասարանցիներ, որոնց հետ մենք քիչ հետո կզրուցենք։ Նախ հասկանանք ինչպես եք պատրաստվել տոնին, որքան առաջին դասարանցի ունեք։ Աշխատանքային առաջին օրվա ընթացքում Աղայան անունը կրող դպրոցում եռուզեռ էր։ Պատրաստվում ենք դիմավորել աղայանցիներին։ Այսօր տոն է, գիտելիքի եւ դպրության։ Տոն է ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, ոչ միայն Աղայան դպրոցում։ Սակայն մենք աղայանցիներս, ոչ միայն ուսուցիչները, այլև աշակերտները ցնծությամբ, ուրախությամբ, մեծ ոգևորվածությամբ եկել ենք աշխատանքի, եկել ենք նշելու առաջին հերթին դպրության տոնը։ Շնորհավորում եմ բոլորին, շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, տարիներ շարունակ տվել ենք սերունդ հոյակապ մեր Հայաստանի Հանրապետության համար, քաջարի զինվորներ, պաշտոնյաներ, անվանի մարդիկ, ինչպես մեծ մանկավարժ Աղայանը, նրա անունը կրող դպրոցը մեծ հեղինակություն է վայելում ամբողջ Հայաստանում, մենք էլ աշխատում ենք բարձր պահենք եւ նրա պատիվը։ Այսօր այս առաջի դասարանցիների աչքերում տեսնում եք փայլում է երջանկությունը։ Ես էլ եմ հուզված անգամ, հուզված եմ, որտեղ հոգի շատ ուրախ է, շատ երջանիկ է։ Տոնական արարողություն է կատարում դպրոցի բակում։ Նայեք, տեսեք ծնողներին, ծնողների աչքերը երջանկությունից փայլում է։ Բերել են իրենց երեխաներին դպրոց, որպեսզի կրթվեն ու դաստիարակվեն Աղայան դպրոցում։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ, որ մեզ հետ են նաեւ առաջին դասարանցիներ, փորձենք զրուցել նաեւ նրանց հետ։ Բարի լույս, ոնց է տրամադրությունը։ Լավ, Ոնց ես պատրաստվել դպրոցին։ լավ, Ինչ ես հետդ բերել։ սուկա, Պայուսակ, իսկ ինչ կա պայուսակի մեջ։ տետրեր, Պետրեր, դու ոնց ես պատրաստվել։ շատ բարձր, Ապրես դու։ ես պատրաստվել եմ, Իսկ լավ ես սովորել։ հա, Ապրես։ Սերգեյ Անի, այս պահի համար այսքանը մենք շարունակելու ենք շրջել Երևանյան դպրոցներով եւ կտեսնենք, թե ինչ տրամադրություն է մյուս դպրոցներում։ Շնորհակալություն Արտուր, ինչպես տեսնում ենք, այո, փոքրիկները բանջի փոխվի, այո։ ամեն դեպքում փոքրիկները ոգևորված են, մի փոքր խառնված են ու չեն պատկերացնում դեռ։ Խոսեցին, ինչքան լավ խոսեցին։ Որովհետև նրանք դեռ չեն պատկերացնում, թե իրենց ինչ է սպասում այդ դպրոցում, ամեն դեպքում նրանց ցանկանում են եղանակին, անի ջան։ ցանկանում են Լավ, Չի թողում ցանկանամ, միևնույն է, ես ցանկանում եմ ձեզ բոլոր այսպես շատ գիտելիքներ հնարավորինս շատ վերցնել դպրոցից, որովհետև միայն գիտելիքն է, որ մեզ կյանքում, մեզնից կյանքում Բայց մարդիկ քիչ գիտեն, քան հանգիստ ապրում, էդ էլ կանի ջան։ Հա։ Ֆրանսիայի դպրոցների մասին այժմ խոսենք, դրանք Եվրոպայի կրթարանների շարքում լավագույններն են համարվում։ Այդ երկրում առաջին կրթական հաստատությունը, որի հետ ծանոթանում է երեխան, մայրական դպրոցն է։ 2-ից 3 տարեկանից երեխաներին սկսում են պատրաստել միջնակարգ դպրոցին։ Փոքրիկների հետ աշխատում են ինչպես մանկավարժներ, այնպես էլ հոգեբաններ։ Կարդալ սովորելը պարտադիր է 5 տարին բոլորած բոլոր մանուկների համար։
Ֆրանսիայում նախնական դպրոցը 5-ամյա է, հետո 4 տարի պետք է սովորել քոլեջում, դրանից հետո 2-ից 3 տարի լիցեյում կամ ավագ դպրոցում, լիարժեք միջնակարգ կրթություն ստանալու համար։ Բայց վերջին ավարտում են ֆրանսիացի դպրոցականների միայն 80%-ը, մնացած 20%-ն էլ նշում է, որ դա բավական բարդ ծրագիր է, որի համար ժամանակ է հարկավոր, ինչպես նաև ընդունակություններ, որոնք ոչ բոլորը ունեն։ Սիրելի փոքրիկներ, բայց համենայն դեպս եկեք հասկանանք ինչու համար է մարդ սովորում է որ գիտելիք ունենա, բայց գիտելիք ունեցող ավաման չի որ հետո երջանիկ ապրի, չէ՞։ Տարբեր բաներ են։ Օրինակ ես դեռ ավելին ասեմ, մեծ մասը փող ունեցողները գիտելիքներ չունեն, բացարձակ։ Ասենք ունեն բայց ուրիշ գիտելիքներ, ոչ այն գիտելիքները որ տալիս են։ Սակայն գումարն էլ չի որ երջանկություն է բերում Սերգեյ, այնպես որ մենք այժմ ունենք ընտրություն։ Դրա համար եմ ասում, ընտրություն ունենք սիրելիներս, այո։ Իսկ այս պահին մեզ մոտ կոմերցիոն դադար է, սա է իմ ընտրությունը Սերգեյ։ Ես էլ եմ ընտրում կոմերցիոն դադար, այո։ Ահա սիրելիներս սեպտեմբերին 1-ին վերադարձանք էլի տաղավար եւ այժմ այո, միանանք եղանակին հասկանանք թե Աշունը ինչ է բերել իր հետ։ Բարի լույս Նորա։ Բարև ձեզ։ Նորը Սամվելովնա դու ո՞ր դպրոց ես ավարտել։ 83։ Կարծես թե Նորան դեռ դպրոց է գնալու այսօր։ Քեզ եւս շնորհավորում ենք Նորա եւ այսօր ես իմ տնային հանձնարարությունը լավ եմ կատարել։ Ապրես։ Հիմա կտեսնենք ուղիղ եթերում որքան լավ ես կատարել եւ լսում ենք քեզ։ Շատ լավ։ Նա Այսօր հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցիկլոնի ազդեցությամբ, ինչի արդյունքում շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, վերջապես կդիտվի անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսվում է նաեւ քամուշ գնացում 15-ից 20 մետր վայրկյանում։ Առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ։ Աշնան առաջին օրն իր հետ կբերի նաեւ օդի ջերմաստիճանի նվազում, այն էլ 4-ից 5 աստիճանով։ Երեկոյան Արցախում առանձին բնակավայրերում կանխատեսվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ստեփանակերտում ցերեկը սպասվում 28, գիշերը 16 աստիճան տաքություն։ Օրվա նույն ժամանակահատվածում Սյունիքի մարզի որոշ շրջաններում նույնպես կդիտվի կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մեղրիում ցերեկը սպասվում է 32, գիշերը 20, Կապանում ցերեկը 30, գիշերը 14, Գորիսում ցերեկը 25, գիշերը մինչև 11 աստիճան տաքություն։ Օրվա երկրորդ կեսին տեղումները չեն շրջանցի նաեւ Վայոց ձորի մարզը։ Ջերմուկում ցերեկը կգրանցվի 26, գիշերը 8, Եղեգնաձոր քաղաքում ցերեկը 33, գիշերը 17 աստիճան տաքություն։ Գեղարքունիքի մարզում անձրև եւ ամպրոպ կդիտվի արդեն կեսօրից հետո։ Մարտունիում ցերեկը սպասվում է 24, գիշերը 9, Գավառում ցերեկը 25, գիշերը 7, Սևանում ցերեկը կդիտվի 22, գիշերը մինչև 11 աստիճան տաքություն։ Նման եղանակային պայմաններ կլինեն նաեւ Կոտայքի մարզում։ Հրազդան քաղաքում ցերեկը կգրանցվի 25, գիշերը 9, Աբովյանում ցերեկը 30, գիշերը 16 աստիճան տաքություն։ Արարատյան դաշտի շոգ առավոտին երեկոյան ժամերին կփոխարինի բավական սով եղանակը։ Այստեղ նույնպես կանխատեսվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Արարատի մարզում Արարատ քաղաքում ցերեկը սպասվում է 33, գիշերը 16, Արտաշատ քաղաքում ցերեկը 32, գիշերը 15 աստիճան տաքություն։ Նման ջերմային պայմաններ կդիտվեն նաեւ Արմավիրի մարզում։ Արմավիր քաղաքում ցերեկը կգրանցվի 31, գիշերը 14, Վաղարշապատում ցերեկը 33, գիշերը 16 աստիճան տաքություն։ Երեկոյան անձրև եւ ամպրոպ է սպասվում նաեւ Արագածոտնի մարզում։ Աշտարակ քաղաքում ցերեկը կգրանցվի 32, գիշերը 16, Ապարանում ցերեկը 25, գիշերը մինչև 8 աստիճան տաքություն։ Տեղումները Տավուշի մարզ կհասնեն արդեն կեսօրին։ Իջևանում ցերեկը սպասվում է 25, գիշերը 15, Դիլիջանում ցերեկը 23, գիշերը մինչև 13 աստիճան տաքություն։ Նման եղանակային պայմաններ կլինեն նաև Լոռու մարզում։ Վանաձոր քաղաքում ցերեկը կգրանցվի 23, գիշերը 11, Տաշիրում ցերեկը 20, գիշերը 9 աստիճան տաքություն։ Այսօր անձրևի եւ ամպրոպի հավանականություն կա նաև Շիրակի մարզում։ Գյումրիում ցերեկը սպասվում է 26, գիշերը 10, Աշոցքում ցերեկը 21, գիշերը մինչև 6 աստիճան տաքություն։ Աշնան առաջին օրը անձրևոտ կլինի նաև Մայրաքաղաքում, քամին հարավային է 5-ից 10 մետր վարկյան արագությամբ, մթնոլորտային ճնշումը 663 մմ սնդիկի սյուն, օդի հարաբերական խոնավությունը ցերեկը կլինի 50%, Կենտրոնում եւ Շենգավիթում ցերեկը կգրանցվի 33, գիշերը 20, Ավանում ցերեկը 31, գիշերը մինչև 18 աստիճան տաքություն։ Սեպտեմբերի 1-ի եղանակի մասին այսօր այսքանը։ Շնորհակալություն Նորա, քեզ ցանկանում ենք հաճելի ուսումնական տարի։ Շնորհակալություն։ Նորայից դպրոցում սիրարվել ես հեչ։ Չեմ ասի։ Ստեսյուն Նորա, գնա քանի սիրտի։
Իսկ մենք շարունակենք։ Բայց ուղղակի այդ արկերը իմանա, դու չես իրար, դպրոցում ես։ Սեպտեմբերի 1-ին ամենից շատ սպասել են ծնողները, տատիկները, պապիկները, ովքեր արձակուրդների ընթացքում իհարկե հասցրել են սպառել դաստիարակչական բոլոր հնարքները։ Տատիկները եւ պապիկները միշտ երեխաներին զավտրիկ են դնում հետո։ Նախաճար Սերգեյ, գրեթե բոլոր երկրներում 21-րդ դարի երեխաները չեն ուզում դպրոց գնալ, պատճառները որքան ասես կարող են ներկայացնել։ Ասեմ, որ 20-րդ դարի երեխաներն աշկերները սուրռել են դպրոց գնալու համար, բայց դե գնում են էլի մա։ Որոշ երեխաներ Սերգեյ 99%-ը սիրով էր գնում դպրոց, գիտելիքներով գալիս էր։ Այո, Անի ջան, ես միշտ տարբերվել եմ բոլորից։ Այո, գիտենք, չեն ուզում 21-րդ դարի բալիկները չեն ուզում մնալ առանց ծնողների, դժվարանում են սովորել, ուսուցիչը լավը չի, ծրագիրը բարդ է, վախենում են երկու ստանալ եւ տանը պատժվել եւ մի շարք այլ այսպես պատճառաբանություններ դպրոցներ չգնալու համար։ Նկատելի է։ Դե ինչ գիտելիքի օրվան է նվիրված մեր այսօրվա առաջին տեսանյութը։ Գնացինք։ Այսօր սեպտեմբերի 1-ն է գիտելիքի օրը։ Ըստ պատմական փաստերի սեպտեմբերի 1-ին ուսումնական տարին սկսելը ձևավորվել է եկեղեցական հին ավանդույթի հիման վրա։ Բյուզանդիայում այդ օրն է համարվել տարեգլուխը։ Մարդիկ հավատում էին, որ երկրի արարումը Աստված հենց այդ օրն է սկսել։ Աշխարհիկ ավանդույթների խորհուրդն էլ այն էր, որ այդ շրջանում ավարտվում էին դաշտային աշխատանքները, որին ծնողների հետ հավասարապես մասնակցում էին երեխաները։ Խորհրդային կարգերում սեպտեմբերի 1-ը ուսումնական տարվա սկիզբ դարձնելու գաղափարը ոչ պետական հաստատվեց 1935 թվականից, իսկ 1984 թվականից պետական մակարդակով։ Հայաստանն էլ որպես խորհրդային երկիր ուսումնական տարին սկսում էր հենց սեպտեմբերի 1-ին, ու այդպես է մինչև այսօր։ Ռուսաստանում եւ հետխորհրդային մի շարք երկրներում, Բելարուս, մերբալտյան երկրներ, ինչպես նաեւ Չինաստան։ Սակայն օրը միասնական չէ ամբողջ աշխարհում։ Հարևան Վրաստանում օրինակ մի քանի տարի առաջ կրթության նախարարությունը որոշեց ուսումնական տարին սկսել սեպտեմբերի 20-ին։ Այդ օրը միասնական չէ նաև եվրոպական երկրներում։ Օրինակ Գերմանիայի դաշնային 16 տարածքներից յուրաքանչյուրն ինքն է որոշում ուսումնական տարվա մեկնարկը, այն տեղավորելով օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում։ Բացի գրքերից եւ համազգեստից երեխաները պատրաստում են նաեւ մեծ թղթե, մեծ տոպրակներ, որոնց մեջ ծնողները դնում են այնքան սպասված նվերները։ Այդ ավանդույթը գալիս է դեռևս 19-րդ դարից։ Այդպիսի տոպրակներով էլ նրանք լուսանկարվում են ուսումնական տարվա առաջին օրը։ Իտալիայի տարբեր շրջաններում էլ ուսումնական տարին տարբեր օրեր են սկսում։ Սեպտեմբերի 7-ին, սեպտեմբերի 10-ին, 14-ին, 15-ին, մինչև սեպտեմբերի վերջ։ Այդպես է նաև Ֆրանսիայում։ Տեղափոխվենք Ճապոնիա։ Այստեղ դասերը սկսվում են ապրիլի 6-ին, երբ ծաղկում է սակուրան։ Գարունը Ճապոնիայում համարվում է նոր կյանքի սկիզբ, այնպես որ ճիշտ ժամանակն է նաև սկսել սովորել։ Հնդկաստանում էլ հարավային կիսագնդի երկրների պես ուստարին սկսվում է կրկին գարնանը։ Դպրոց գնում են 4 տարեկանից։ Իդեպ Հնդկաստանում ուսուցիչները մեծամասամբ տղամարդիկ են։ Ամենահարգի առարկան մաթեմատիկան։ Այստեղ ամեն դպրոց ունի իր համազգեստն ու այդ համազգեստով կարելի է որոշել, թե որ դպրոցում է երեխան սովորում, իսկ արձակուրդները մայիս եւ հունիս ամիսներին են, որոնք ամենաշոգն են։ Սկանդինավյան երկրներում, Ֆինլանդիայում, Դանիայում եւ Շոտլանդիայում աշակերտները վաղուց արդեն նստած են դասասենյակներում, այնտեղ դպրոցները բացվում են օգոստոսի 10-ից հետո։ Որպես հարավային կիսագնդի երկիր, Ավստրալիան ուսումնական տարվա սկիզբ է սահմանել փետրվարի 1-ը, երբ այնտեղ ամառ է։ Այնպես որ թե երբ կսկսվի ուսումնական տարին, իհարկե կախված է թե որտեղ եք դուք ապրում, բայց անկախ գտնվելու վայրից կարևոր է թե ինչպես եք սովորում եւ ինչ եք տանելու ձեզ հետ դպրոցական կյանքից դեպի հասուն կյանք։ Իլան Կրչյան, Սնեժան Էչարյան, Առավոտը շանթում։ Տեսնում եք ամեն տեղ ինչ որ տարբեր բաներ կայիս։ Մեզ մոտ էցայ ասել քանի 100 տարի սեպտեմբերի 1-ին գնում են ու հենց սեպտեմբերի 1-ին են գնում։ Ինչ ես օրինակ կսակեի սեպտեմբերի 7-ին ասեն, կամ չգիտեմ, հոկտեմբերին գնում։ Մեծ բան, ամենայն դեպս այդ կարծրատիպը կփոխվեր։ Այո։ Հիշենք մեր գործընկերներին։ Հիշենք, իհարկե հիշենք, դա մնում։
Այո, մեր հաղորդման հովանավորն է Դելտա կլինիկ բժշկական կենտրոնը, որտեղ կարող եք ստանալ արագ, որակյալ եւ մատչելի բուժսպասարկում։ Կենտրոնում իրականացվում է բոլոր օրգանների համակարգչային ստուգում, 4D սոնոգրաֆիա, սրտի էխոկարդիոգրամը, ողնաշարի դիագնոստիկ հետազոտություն, վահանաձև գերդի եւ ճիճվակրության հետազոտություն եւ այս ամենն իհարկե զեղչված գներով։ Դելտա կլինիկ կարող եք զանգել 500-560 հեռախոսահամարով եւ ստանալ որակյալ բուժում։ Այո, նախ առաջ հերթագրվեք, հերթագրվելու, այո։ Հետո չասեք հերթեր չնկան բան։ Իսկ առողջության թեման շարունակում է օրվա դեղատոմսն իր օգտակար խորհուրդներով, որը սիրով ներկայացրել ձեր ուշադրությանը։ Բարի լույս, ինչպես յուրաքանչյուր աշխատանքային առավոտ, այս մեկը եւս մենք սկսում ենք առողջարար դեղատոմսերով եւ այս անգամ մեր դեղատոմսն ուղղված է պոլիկիստոզին, իսկ մանրամասները Դելտա կլինիկ բժշկական կենտրոնի բժիշկ գինեկոլոգ Անուշ Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև։ Նախ հասկանանք, թե ինչ հիվանդություն է պոլիկիստոզը եւ ինչ տարածվածություն ունի իրականում։ Ձվարանների պոլիկիստոզը առաջանում է հորմոնալ եւ մետաբոլիկ խանգարումների ֆոնի վրա, որը դրսևորվում է ձվարանների կառուցվածքային եւ ֆունկցիոնալ խանգարումներով։ Գոյություն ունի ձվարանների պոլիկիստոզ հիվանդություն եւ համախտանիշ։ Համախտանիշը իր մեջ ներառում է ոչ միայն հորմոնալ եւ մետաբոլիկ խանգարումներ, այլ նաեւ արդեն հիվանդի մոտ կլինիկական արտահայտություններն են միանում եւ այս հիվանդության ժամանակ բնորոշ է տղամարդու սեռական հորմոնների, մասնավորապես անդրոգենների քանակի ավելացումը արյան մեջ, ինչպես նաև ինսուլինի քանակի ավելացումը արյան մեջ, որը կոչվում է ինսուլինորեզիստենտականություն, որը այսօր բժշկության մեջ ամենամեծ տեղն է գրավում։ Ինչպես հիվանդը կարող է հասկանալ, որ իր մոտ կա խնդիր։ Երբ արյան մեջ բարձրանում է արական սեռական հորմոնների քանակը, ինչպես ես արդեն նշեցի, անդրոգենների, մասնավորապես անդրոգենների քանակը, կնոջ մոտ դա արտահայտվում է մազակալմամբ։ Հիմնականում դա արտահայտվում է դեմքի կողմնային շրջաններում, վերին շրթի շրջանում, որովայնի առաջին գծի եւ մեջքի շրջանում։ Դեմքի յուղոտություն է նկատվում, ակնե դեմքին առաջանում է, սեբորեա։ Բացի դրանից ճարպակալում, նույնպես տղամարդու տիպի, որովայնի առաջային պատին եւ կողմնային շրջաններում։ Այդպիսի կանանց բնորոշ է նաեւ տրամադրության անկումները, դեմքին կնճիռների քանակի ավելացումը։ Նրանք սովորաբար տառապում են դեպրեսիաներով։ Որոնք են պատճառները, ինչն է պատճառ դառնում այս հիվանդության զարգացման։ Արական սեռական հորմոնների ավելացումը արյան մեջ կնոջ օրգանիզմում։ Բացի դա, դաշտանային ցիկլի խանգարումներ խորը, որոնք արտահայտվում են միջդաշտանային ցիկլի խանգարմամբ։ Դաշտանային միջդաշտանային տևողությունը ավելանում է 45 օրից ավել, ընդհուպ մինչև տարվա մեջ կինը կամ աղջիկը տեսնում է 1-2 անգամ դաշտանտ կամ ընդհանրապես չի տեսնում։ Եթե տեսնում է կինը կամ աղջիկը դաշտանտ, ապա այն շատ ցավոտ է լինում։ Կամ հետևաբար կարող ենք ենթադրել, որ նաև բերում է անպտղության։ Այո։ Իսկ սեռական կյանք։ Սեռական կյանք կարելի է, նույնիսկ ցուցված է։ Այդպիսի կանանց մոտ ինչու է առաջանում անպտղություն։ Պատճառը հետևյալում է կայանում, որ ձվարանի մեջ ֆոլիկուլները չեն մեծանում եւ դասավորվում են ձվարանի հաստ պատի տակ եւ մնում են ֆոլիկուլյար տարբեր ստադիաներում եւ առաջանում է կիստաներ, հենց այդտեղից էլ եկել է անունն է ձվարանների պոլիկիստոզ։ Այդ է պատճառը անպտղության, որտեղ լինում է լրիվ կամ մասնակի ձվարանի պոլիկիստոզ։ Ու որ տարիքից հետո է ռիսկային խումբը սկսվում։ Աղջիկները 10-11 տարեկանից սկսում են տեսնել դաշտանը, կոչվում է մենարխե։ Երբ աղջիկը սկսում է տեսնել դաշտան, մայրը պետք է ուշադրություն դարձնել դրա վրա եւ 1 տարվա ընթացքում դաշտանը կարող է կանոնավորվել։ Եթե դա տեղի չի ունենում, հարկ է դիմել գինեկոլոգի խորհրդատվությանը։ Բուժել հնարավոր է խնդիրը։ Այո, բուժումը կատարվում է ելնելով հորմոնալ անալիզների տվյալների վրա, սպეციფიկ հորմոնալ թերապիա ենք անցկացնում, ինչպես նաև մենք անցկացնում ենք, ինչպես ասեցի, ինսուլինի քանակի բարձրացում է տեղի ունենում կնոջ օրգանիզմում, ինսուլինորեզիստենտականության բուժումն ենք անցկացնում, նաև նշանակում ենք այդպիսի կանանց դիետաներ, քանի որ 95% դեպքերում այն կանայք են եւ աղջիկները մեզ դիմում, որոնք առաջին հերթին գանգատվում են մազակալումից, հատկապես դեմքի շրջանում եւ ակնե է առաջանում դեմքի շրջանում, դա էսթետիկորեն շատ իրենց դուրեկան չէ եւ այդպիսի հիվանդները սովորաբար սխալմամբ դիմում են կոսմետոլոգի օգնությանը, մաշկաբանների օգնությանը եւ ստանում են սխալ բուժում։
Այդ իսկ պատճառով իմ վերը բոլոր նշված ախտանիշներից որևէ մեկի արկայության դեպքում կինը անհրաժեշտ է դիմի գինեկոլոգի կոնսուլտացիային, հետագազնմանը եւ ճշգրիտ բուժմանը։ Մյուսը մենք անցկացնում ենք դիետաները։ Խիստ սահմանափակում ենք կծու, թթու, աղին, ալկոհոլի օգտագործումը, նաև ավելացնում ենք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Այսպիսի կանանց եւ աղջիկներին մենք թույլ չենք տալիս սովային դիետաներ պահպանել եւ մեծ քանակությամբ հեղուկներ։ Դա նույնպես բերում է նրանց գիրության ավելացմանը։ Այդ իսկ պատճառով ես խորհուրդ եմ տալիս դիմեն բոլոր կանայք եւ աղջիկները, հատկապես մամաները, երբ աղջիկները տեսնում են առաջին անգամ դաշտան եւ դա չի կանոնավորվում մոտակա 1 տարվա ընթացքում, շատ զգույշ լինեն եւ իմ վերը նշված բոլոր տեսակի որևիցե հատկանիշների հայտնաբերման դեպքում, այո, նշանների դեպքում նրանք պետք է դիմեն գինեկոլոգի խորհրդատվությանը։ Շնորհակալություն, հետևեք ձեր եւ ձեր երեխաների առողջությանը յուրաքանչյուր առավոտ հետևելով նաեւ մեր դեղատոմսերին։ Մենք նոր դեղատոմսերով քիչ անց կրկին կմիանանք։ Շատ հետաքրքիր թեմա է, բայց խոսենք կրթությունից։ Կրթությունը տարբեր է բոլոր երկրներում։ Ֆինլանդիայում կրթությունը լիովին անվճար է։ Երեխաներին գնահատական չեն նշանակում առաջինից մինչ 6-րդ դասարանը։ Այո, դրա համար երեխեքը սանձարցակի մեկն են, այո։ Բոլոր աշակերտները բացի բարձր դասարանցիներից հազվադեպ են տնային աշխատանք կատարում, սակայն ամեն տարի քննություն են հանձնում։ Ամենից լավ մաթեմատիկա գիտեն ճապոնացի եւ հարավկորեացի մանուկները։ Միևնույն ժամանակ ճապոնացի աշակերտների 3/4-ի ամենասիրած գրքերը պատկերապատումներն են, դրանք մեր սիրելի կոմիքսներն են։ Իսկ մեր երեխեքը շատ լավ շախմատ են խաղում։ Այո։ Ինդոնեզիայում դասավանդում են ամենաերիտասարդ մանկավարժները, միջին տարիքը մոտ 30-ն է։ Երևի 35-ից 5-ից հետո ուղղակի չեն դիմանում ու Տաղավարում տոնական շունչը ավելի լավ զգալու համար տեղափոխվենք Երևանյան որևէ դպրոցի բակ։ Դպրոցների բակ, այո, որտեղ դպրոցականների համար այսօր սեպտեմբերի 1-ին հնչելու է առաջին զանգը։ Գնացինք սեպտեմբերի 1-ը դպրոցում։ Ահա եւ վերջ ամառային արձակուրդն անցյալում է։ Կրկին շուտ արթնանալ ու շուտ քնել, քիչ խաղալ ու շատ սովորել։ Վերադառնում ենք ծանր պայուսակներին ու չամիչով բուլկիներին։ Դպրոցների դիմաց խցանումներ, դպրոցի բայկերը մարդաշատ, դասամիջոցները աղմկոտ։ Այսօրը տոն է բոլորի համար, բայց ավելի մեծ տոն առաջին դասարանցիների համար։ Ահա եւ նրանք սպասում են դասարան գնալու։ Սա Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան 19-րդ դպրոցն է։ Այստեղ առաջին դասարանցիները 274-ն են։ Բոլորն էլ հուզված, ոմանք ավելի շատ։ Համը ես իր անգերն եմ։ Ինչի է հուզվում։ Համային է կորցրել։ Ուրախ եմ։ Դե որովհետև որ դպրոց ես գնում շատ բան ես իմանում։ Չէ՞ համար է մարդիկ դպրոցը։ Որ սովորել։ Որ սովորեմ գրել։ Այո, դպրոց գալիս են, որ սովորեն, մեծանան ու դառնան այն, ինչ երազում են։ Նրանց երազանքներն այսօր այսպիսին են։ Մեծանամ ես դառնամ բլիլինա, միլիցա։ Բժիշկ, վարշավին, դասատու, խանութ աշխատող։ Անկեղծ ու շիտակ իրենց երազանքներում, նաև որոշումներում։ Դպրոց ուզում եմ գամ, բայց չեմ ուզում։ Սա արդեն Պուշկինի անվան դպրոցի բակն է, կրկին մարդաշատ, կրկին տոնական ու կրկին հուզառատ։
Այստեղ եւս գիտեն ինչ են ուզում դառնալ եւ գիտեն, որ դառնալու ճանապարհը պետք է սկսել դպրոցից։ Ուզում եմ տարեր, ռուսերեն գրեմ։ Ինչ ես ուզում դառնալ։ Շախտյոր։ Սարքո։ Полицейский։ Գերազանց դառնամ։ Թեպետ ոմանք դպրոց գնալ ցանկանալու այլ պատճառներ եւս ունեն։ Սա իմիջիայլոց։ Որտեվ ես չեմ կարող մանկապարտեզում քնեմ ցերեկը։ Առաջինից մինչև 12-րդ դասարանցիներ։ Շնորհավոր ձեր տոնը։ Տոնը, որ նաև ուսուցիչներին ու ծնողներինն է։ Տոն, որից հետո ուսուցիչներին պետք է մի քիչ շատ հանդուրժողականություն, ծնողներին շատ համբերություն, իսկ աշակերտներին թերևս երկուսը միասին։ Իրինա Մկրտչյան, Արթուր Մկրտչյան, Հարավոտը Շամփուն։ Իսկ հիմա անցնենք մեր հանրակրթական դպրոցներին, որոնցում ամեն տարի ծրագրային փոփոխություններ են սկսվում, սակայն հերթական անգամ դրանք ապացուցում են մի բան՝ դպրոցի հոգսերը չեն կրճատվում, իսկ կրթության որակը մնում է միջին տանելի ցուցանիշի սահմաններում։ Եվ ոչինչ չի փոխվում, ամենակարևորը։ Այո, ոչինչ չի փոխվում։ Ինչ դինամիկա կա, բայց հետ։ Այսօր միջնակարգ կրթության թերությունների մասին ավելի մանրամասն կանդրադառնանք մեր հյուրի հետ։ Այսօր մեր տաղավարում է կրթական համակարգի մասին կխոսենք մի մարդու հետ, ում գործունեությունը երկար տարիներ սերտորեն կապված է եղել միջնակարգ կրթական հաստատությունների եւ կրթական բարեփոխումների հետ։ Մեր տաղավարում է բոլոր պաշտոնները չեն ասում ուղղակի Անահիտ Բախշյանը։ Այո, Անահիտ Բախշյանը, բարև ձեզ։ Շնորհակալություն։ Այն նոր նայեցին մի քանի տեսանի։ Մի հատ շնորհավոր ենք, այսօր գիտելիք օրն է, Սերգեյ։ Դու շնորհավոր ես։ Ցույց տվեցին։ Ձեզ այո, ուզում ենք շնորհավորել, նախ եւ առաջ նաեւ շնորհակալություն հայտնել այն երկար ձեր բեղուն գործունեության համար, որ դուք արել եք միջնակարգ կրթական ծրագրերի համար եւ այսօր խոսելու ենք շատ կարեւոր թեմայի մասին։ Բայց բեղուն եք ասում, միաժամանակ ասում եք, որ ոչ մի բան չի փոխվում, ամեն ինչ ետ է գնում, ամեն ինչ վատ է, ուրեմն բեղուն չի։ Հիմա կասենք ինչու։ Ես էլ գիտեմ ինչու, բայց հասնենք դրան։ Ինչն է խնդիրը, այս նոր մի քանի տեսանյութ նայեցինք, վիզուալ է որ նայում ես կարծես մենք մնացել ենք էլի խորհրդային միության մեջ 70-ական թվականներում։ Նույն փուչիկները, նույն ռուսական խորհրդային երգերը, անգամ հայկական որևէ երգ դպրոցին խորհրդանիշ որպես սիմվոլ չեմ հիշում։ Միգուցե եւ կա, ես չեմ հիշում։ Չէ, կա, հենց հիմա գալիս եմ թիվ 20 դպրոցի առաջին դասարանցիների, այսպես ասած, հյուրընկալ միջոցառումից, որտեղ երեխաները հրաշալի հայերեն, հայեցի երգերով Ձեր բախտը բերեց ուղղակի, մենք ուղղակի ուզում ենք մանգային գտենք եւ չգտանք։ Այո։ Այն որ մենք չենք թոթափել խորհրդային բեռը, դա միանշանակ է։ Ես հենց այդ առումով ուզում եմ այսօր շնորհավորելով իմ գործընկերներին եւ երեխաներին, ուսանողներին ասել, որ այդ բեռը պետք է թոթափել դիմելաձևից։ Մենք հայեցի դիմելաձև ունենք։ Մինչև ասում են ընկեր։ Այո։ Դպրոցում որտեղ ես աշխատում էի տիկին ու պարոնը մտավ, ես դուրս եկա, ինձից հետո նորից ընկեր է։ Էլի գնաց ընկերը։ Ընկեր է։ Սա խոսում են մասին, որ այդ կարծրատիպը այնքան խորն է նստած ու ցավոք Բայց դա դասատուներից է գալիս, որովհետև մեր դասատուների մեծ մասը դեռ խորհրդային միությունում են մնացել։ Չէ։ Բավականին սերնդափոխություն կա, երիտասարդներ կան, բայց պարզվում է, որ այդ կարմատը շատ խոր է։ Տիկին Բախշյան, բայց դա այդքան լուրջ խնդիր է արդյոք, չէ՞ որ խորհրդային դպրոցը շատ լավ դպրոց էր։ Նայեք, խորհրդային դպրոցը խորհրդային հասարակարգին սպասարկող կրթություն էր, որտեղ շատ լավ հիշում եք, երբեք չէինք ասում, ապա քո կարծիքը տասա, ապա դու ինչ կմտա, ինչ ես մտածում եւ այլն, այսինքն տրվում էր ինչ որ բան ուսուցչի կողմից գրատախտակի մոտ բոլորի համար եւ այդ բոլորից ակնկալվում էր նույն
ինչ որ լսել են։ Եվ անձամբ ես հիշում եմ, ես ավարտել եմ 1965 թվականին, երբ ես ինչ որ բանի շուրջ կարծիք ասեցի եւ կոմսոմոլից ինձ հեռացրեցին։ Այսինքն դա բան է, ծառայում էր այն հասարակարգին, որտեղ ուղղայած վերևից լավ, մեր հասարակարգին ծառայելու համար ծառայող դպրոց ունենք, որն է մեր հասարակարգը, մենք եկեք մենք հասկանանք, ինչին ծառայենք։ Այնուամենայնիվ մենք ունենք սահմանադրությամբ ամրագրված, հռչակված Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար եւ այլն երկիր է։ Ասել, որ ոչինչ չի արվում այդ ուղղությամբ ճիշտ չի, որովհետեւ արդեն 10 տարի ուսումնական պլան մտածե որպես պարտադիր առարկա հասարակագիտական մի շարք առարկաներ, որտեղ մտնում է մարդու իրավունքներ, պետություն եւ իրավունք, երեխայի իրավունքներ, ինչ է պետությունը, ինչ հասարակություն եւ այլն։ Այս բաները, այս գիտելիքները, որ ստանում են երեխաները, շատ ավելի վաղուց ձևավորում է այսօրվա քաղաքացիական հասարակությունը, որը տեսնենք, թե չտեսնենք, ավելի քաղաքացիական է, քան ես համաձայն եմ, հիմա քաղաքացիական դա կրթության շնորհիվ է։ Ինչ ուզում եք ասեք։ Այսինքն այն երիտասարդությունը, որ այսօր կա, որ լիովին անկախ է եւ անկախաբեսելի, անկախավարելի, ոչ այնքան հաճելի իշխանությունների համար, դա հենց կրթությունից է գալի, հա? Կրթության արդյունքն է։ Տեսեք, երբ ես 99-ին դպրոցի տնօրեն նշանակվեցի, այն ժամանակ ընտրովի առարկա էր քաղաքացիական կրթություն, մարդու իրավունքներ, պետություն։ Ես 99 թվից ներդրել եմ դպրոցում եւ դրա հետևանքը այն է եղել, որ դպրոցի հասարակությունը, մթնոլորտը դարձել է ավելի աշակերտակենտրոն, մարդակենտրոն եւ համենայն դեպս այդ դպրոցում երեխաները իրենք ընտրություն էին անում, իրենք իրենց կարծիքն էին, իրենք թեստ էին լրացնում այս կամ այն ուսուցչի մասին իրենց կարծիքի վերաբերյալ եւ դա շատ կարեւոր նշանակություն էր ունենում այդ ուսուցչի համար։ Հիմա համալսարաններում մեր են վաղուց դա անում եւ սրանք քայլեր են, որ կախված այն բանից թե ղեկավարը ինքը որքանով է ժողովրդավար մարդ, որքանով է իրեն ընդունելի դիմացի։ Ղեկավար նկատի ունեք դպրոցի տնօրենը, հա։ Բայց նրանք բոլորը նշանակովի եւ ծանոթով բարեկամներով նշանակած լիովին համաձայն եմ, այո, եւ կողոնալի ժողովրդավար, եթե վերևից ասել են, ահա քեզ պաշտոն։ Այդ դրա դեմ պետք է պայքարել եւ կուսակցականաց, քաղաքականացված լինելը կրթության ոլորտի։ Որ է քաղաքականությունը։ Դուք ասացիք կուսակցականացված, որ կուսակցությունը որ դոմինանտն է իմացել։ Հանրապետական, միանշանակ։ Միանշանակ։ Ինչպես առաջ կոմունիստները։ Այսինքն եթե դու կոմունիստ չլներ, դու չի անգամ ուսմասվար չէր լինի, առաջ այդպես էր։ Այո, առաջ այդպես էր, շատ քիչ բացառություն, շատ աննշան։ Հիմա էլ կան աննշան բացառություններ։ Հիմա այո, այդպես է, նաև բուհերում է այդպես, անգամ ուսանողական խորհուրդ եւ այլն, այդպես եւս կուսակցական ինչ որ շարունակություն է դրան տրվում։ Բայց երիտասարդները այսօր շատ լավ համագործակցելով ուսխորհրդում հանրապետական, այսպես բանի, այնուամենայնիվ մնում են անկախ, մնում է, այո, նրանց մեջ կան շատ անկախ եւ դե ճիշտ է, եթե խորհրդային միության օրոք կարող են հերացնել եւ այլն, հիմա ասենք ինչ պիտի անա, այ քեզ բան։ Ոչ բան չի։ Ոչ բան։ Ուղղակի պետք է խորհրդել, այո։ Հարց ունեմ, այ տեսեք մենք ասում ենք խորհրդային դպրոց էսպես, այնպես, բայց խորհրդային դպրոցում կար նաեւ լավ բաներ։ Ասենք, այ չեմ կարող հասկանամ ինչու մեր մոտ չի մտնում դա։ Համազգեստ ասածը, երբ որ բոլորը հավասարեցվում են ինչ որ կերպ, այսինքն դու չես կարող պչնվեց եւ գնալ դպրոց։ Նամանավանդ սոցիալական այս այո, սոցիալական այս խայտարակ վիճակում, այո, ծանրագույն վիճակում։ Ինչու չկա, ես չեմ ասում անպայման ստիպեն մարդկանց գնա համազգեստ առնի, որովհետեւ այդ դեպքում էլի ինչ որ մեկին մի падգամավոր կասեն դու կարի այդ շորը ու մենակ քեզանից պիտի առնեն, եւս մի այլանդակ օլիգարխ կծնվի։ Խոսքը դրա մասին չի։ Գույների, ասենք պետք է լինի սպիտակ եւ սև։ Գույների համեստությունը որոշակի սահմանների։ Ուրեմն, տեսեք, դպրոցներ կան, որ այդ ուղղությամբ քայլեր են անում եւ
իհարկե եթե սխալ ճանապարհ չեն, ինչպես դուք ասացիք, պետք է էս առնեք եւ էս ինչ տեղից եւ էս քան արժի։ Այո, ինչպես արվում է։ Այո, արվում է։ Դա մերժելի է, բայց կարող են ծնողների հետ քննարկելով ասեն որոշեն մի բան, որի ոչ փող հավաքեն, ոչ բան, ծնողները իրենք գնան փառքացու այսօր լայն գնի էլի բան եւ ծնողները իրենք առնեն։ Երբ այս դրվածքը դրվի դպրոցում, երկուստեք շատ ձեռնտու է եւ շատ ճիշտ է։ Իհարկե։ Դա բայց դա նախարարության հարցն է։ Հավատացիք, որ եթե դպրոցը առանձին, ծնողը առանձին, էլի է ստացվում ով ինչ ուզում անում է։ Եթե նախարարությունը որոշի։ Թող դպրոցները տարբեր գույներ ունենան, ինչ կա որ։ Դա ճիշտ է։ Ես դպրոցում օրինակ մեր աշակերտական ծնողական ժողովի որոշմամբ դասարաններն անգամ տարբեր բաներ ընտրեցին։ Ասենք 5-րդ դասարանը այս գույնի ասեցի փեշերը լինեն քարեներով տարբեր գույների։ Էս էր ընտրում գնում իրենք առնում էին իրենք եւ ես հերվից որպես տնօրեն գիտեի այն գույնի փեշը էս ինչ դասարանց է տարական դպրոցը մի տեսակ էր հագնում հագուստը մենք էինք կարում 1000 դրամով ընդհանրապես այսինքն եթե լինի բարի կամ միանշանակ եւ դրամից հարցեր են լուծելի այն էլ ինչքան սիրուն այն էլ ինչքան բոլորի կողմից ընդունված հիշում եմ խորհրդային միությունից եկած այլի այդ մարտի 8-ին անպայման նվեր առնել ծաղիկներ տալ բան եւ այլն այդ այլանդակ երևույթները ոնց որ եկան ու տեղափոխվեցին ըստեղ, հա, ինչ անել դրա դեմ, լավ, չանել չիլնում, անել չիլնում։ Ուրեմն ուսուցչին մեծ բան չի, երբ մարտի 8 է, որը չեմ սիրում մարտի 8, բայց ապրիլի 7-ին ծաղիկ նվիրելը, դա գնահատելու ձև է։ Ուղղակի այդ բոլորը պիտի չլինի դրամահավաք անվան տակ, որը սարսափելի անպատվաբեր բան է, այո, այդ դրամահավաքը չպիտի լինի, պիտի լինի ծնողներով կամ մի հատ սիրուն անեն ծաղկեփունջ, որտեղ երբեմն այդ օրը այնքան ծաղիկ է լցում դպրոցում, որ անձամբ ես մի օր դպրոցում ահա որ բարկացած Այս գումարը հավաքեիք, մենք սոցիալապես այնքան անապահով երեխաներ ունեինք, նրան ինչ-որ բանով կօգնեինք, եկեք վերջ տվեք, մի հատ ծաղկեփունջ բերեք, գնահատեք բոլորով, երեխաները իրեն ձեռքի բացիկները գրեն, իրեն ջերմ խոսք ասեն եւ դա կլինի, սա պետք է ուղղորդել։ Հիմա դրամավարքի հետ կապված ես շատ կարևոր բան եմ ուզում ձեր եթերով ասել։ Քանի դեռ մեր պաշտոնյաները չեն հստակեցրել ինչ նկատի ունեն դրամահավաքը բառի տակ դրամահավաք է դիտվում եւ արգելվում է երեխաներին թատրոն տանելու համար աբոնեմենտի համերգ տանելու թանգարան տանելու նրանց այնտեղ տեղափոխելու համար ավտոբուս վարձելը այս ամենը դրվում են դրամահավաք անպատվաբեր բառի տակ այնինչ այսօր թատրոններ կան, որոնք հատուկ երեխաների համար ներկայացումներ են դնում, դիմում են դպրոցներին եւ դպրոցը ասում է չէ, դա դրամահավաք է մեզ արգելել են, դուր չի տալիս։ Այսքան տգեղ, այսքան մատաղ երեխայի արվեստից կտրելու, ինչ ասեմ, տգետ կացել հնարավոր չի մտածել։ Թե բայց դա էլի ով է ասենք որոշելու դպրոց տնօրենը թե ղեկավարությունը ղեկավարությունը ընդհանրապես թող չխառնվի ղեկավարությունը թող ասի կրթության նախարարություն չպիտի կրթության նախարարության օգոստոսի վերջում նախարարի հրամանը կամ կոչը հետևյալներ դպրոցներում արգելվում է դրամահավաքությունը Այդ ցավը տանեմ, ասա այդ դրամահավաքությունը ինչ է դա։ Դու չես կարող արգելել, որ ծնողները հավաքվեն, ավտոբուս վարձեն, իրենց երեխաներին տանեն Թումանյանի թանգարան, կամ Իսահակյանի թանգարան, կամ
համերգ ներկայացում արգելում են։ Ես չեմ կարծում, որ նա հենց այդպես էլ ուզեցել է արգել, ուղղակի չեն մտածել ոնց ձևակերպել միտքը։ Անձամբ։ Հենց դա է խնդիրը, որ մանրամասներ չեն եղել։ Մանրամասը պետք է ասեն ինչ նկատի ունեն։ Այո, չեն մանրամասնել։ Այո, պետք է ասեն արգելվում է տնօրենին նվեր առնել ծնողների կողմից։ Մանկավարժները իրենք մեծ մարդիկ են, եթե այդ բանի տակ շողոքորթության ձև է դա իրենց համար տնօրենի նվեր առնել, իրանց գործն է, բայց ծնողներին իրավունք չունեն խառնեն այդտեղ։ Արգելվում են այդ տեսակ կաշառակերություն հիշեցնող բաները, բայց ես որպես ավականու անդամ եմ ասում, մեր շատ հարգելի մարդ կա մեր հանձնաժողովում, կրթության մշակույթյանը, ով այս հարցը ավականու հանձնաժողովում է բարձրացրել, որ դպրոցներին արգելում են դրամահավաքի անվան տակ թատրոն տանել, թանգարան տանել։ Այլ կրթական միջոցառումներից զրկում են երեխաներին։ Սա ուղղակի անհեթեթություն է։ Կարճատև գովազդից հետո կշարունակենք խոսել դպրոցների մասին։ Այո։ Հիշեցնեմ, որ այսօր սեպտեմբերի 1-ին մենք իհարկե խոսում ենք դպրոցների եւ կրթական ծրագրերի մասին Անահիտ Բախշյանի հետ։ Այսպես նոր խոսեցինք դրա մասին, որ դրամահավաք չի կարելի անել, բայց դրա տակ այսպես կացնահարվում է յուրաքանչյուր դրամահավաք, որ անգամ կարող է, ասենք, չգիտեմ, թատրոն տանել, որևէ կրթական ծրագրի դիմում ենք նախարարությանը, որ իհարկե շատ լավ է, որ դուք կոռուպցիայի դեմ եք պայքարում, բայց ռուսի ասածը «Хотели как лучше, получилось как всегда», եկեք փոխենք, կան ինչ-որ, ասենք, դրամահավաքներ, որ լավ կլինի, որ լիներ, հա, եւ մենք էլ որպես ծնող, ասենք, ուզենք մեր երեխաները գնային, ասենք, Թումանյանի թանգարան։ Այդպես կամ օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոն Անուշ օպերան դիտելու եւ այլն։ Հատկապես գրականության ծրագրային թեմաներ կան, հեղինակներ կան, որոնց գործերը բեմադրվում են թատրոններում։ Եվ պարտավոր է դպրոցը երեխաներին տանել։ Բոլոր թանգարանները, որ ես երբևիցե գնացել եմ, դա եղել է դպրոցից, ասենք, դպրոցում մի անգամ գնացել եմ, բնականաբար հետարքիր չի առանձնապես, բայց դա մեծացել եմ, հիշել եմ, որ ես եղել եմ Մատենադարանում, ու մի քանի անգամ էլի գնացել եմ։ Եվ թանգարաններ կան, մեր նախարարն էլ, ասենք, շատ ու շատ, ասենք, դպրոցի ժամանակ գնացել է ինչ-որ թանգարաններ եւ ներկայացումների, վստահ եմ, եւ դա կարեւոր է երեխաներին նույնպես այդ հիմա թող մի կոչ անեն տնօրեններին, դպրոցներին, ամբողջ հանրապետության, որ դրամահավաք ասելով ինչ են հասկանում, եւ դա երբեք այո, ծնողներին չեք կարող արգելել, որ իրենք մեքենա վարձեն, ավտոբուս վարձեն, երեխաներին դնեն, տանեն թանգարան ուսուցչի հետ միասին։ Շատ լավ, այս խնդիրը պրծանք։ Մյուս խնդիրը, ինչ վերաբերվում է այդ տնօրենները, ասեցիք, հիշեցի, փող տնօրենները 65-ից հետո որոշ դպրոցներում տնօրենները որոշ դպրոցներում մինչև 65 կարող են տնօրինել, հետո բերում են իրենց երեխային կամ մեկ այլ մեկին։ Որ ասենք հետո կամ իր աղջիկն է կամ բարեկամն է, հա, ասենք գալի իր տեղը, ինքը դառնում է փող տնօրեն, բայց շարունակում է տնօրինել, ոչ ի պաշտոն է այս դեպքում, հա։ Այս այն խնդիրը է դառել է ինչ-որ խնդիր, հա, ես ոնց հասկացա, դա սոցցանցերում էլ է, ասենք։ Ուրեմն, այո, 65-ից հետո պետք է տնօրենը թողնի իր պաշտոնը, դա օրենքն է ասում, եւ ունենք դեպքեր Երևանում եւ ոչ միայն Երևանում, մարզերում նույնպես կան, երբ մամային փոխարինում է աղջիկը։ Ոչ մեկը դեմ չի, որևէ օրենքով արգելված չի, որ բայց որ համատարած արդեն սուս մտածել, հա։ Այո, դրա համար բարոյականության, տեսեք, ինչքան ցածր արժեքային համակարգի մասին է ասում, որ մայրը մտածում է, որ այդ պաշտոնը ժառանգաբար ուզում է փոխարինել իր աղջկան։ Այո, ժառանգաբար փոխարինում են։ Հիմա ի վերջո սա տարիներ շարունակ նոր բան չի, բայց ի վերջո քաղաքապետը տեսա, որ տգեղ խոսակցություններ է այնքան խոսակցություններ, դրանից ուրեմն ազատվելու համար
Այսինքն միայն խոսակցությունների շատ լինելը խանգարեց։ Այո, ոչ թե այդ շատ լավ է։ ոչ թե խնդիրը։ Հակառակ դեպքում ասում ենք մեզ մոտ խոսքի ազատություն է, բոլորը խոսում են ինչ որ բանի մասին տարիներ շարունակ, բայց ոչ մեկը չի լսում։ Այս անգամ լսեցին, փառք Աստծո, լսեցին եւ որոշեցին այն մամաներին, ովքեր փոխտնօրեններ են այդ դպրոցներում, իրենց խնդրել, որ ազատվեն աշխատանքից։ Դրա այդ թափի տակ, այդ սրի տակ ընկան նաեւ փոխտնօրեններ, ովքեր ոչ մի ազգակցական կապ չունեին տնօրենի հետ, նրանց էլ առաջարկել են անել։ Բանը նրանում է, որ ես այդ ցուցակը, որ խնդրել եմ, ինձ չեն տրամադրում, թե նախկին քանի տնօրեններ են ազատվել աշխատանքից, որտեղ մարդիկ են եղել, որ ընդամենը ուսուցիչ են, մնում են, շատ լավ, փոխտնօրեն կա, որ ոչ մի ազգակցական կապ չունի, բայց ինքը իրեն տնօրեն է զգում, շարունակում է զգալ, եւ թույլ չի տալիս, որ այդ երիտասարդը կայանա։ Վերջապես եւ գուցե որևէ բարեփոխումներ։ Իհարկե, երիտասարդը այնուամենայնիվ, եթե նամանավանդ մանկավարժական լավ փորձ ունի, ուրեմն հաստատ կուտակած իր մեջ գաղափարներ կունենա, որ որպես տնօրեն կուզենա կիրառել։ Այս խնդիրը լուծելու համար թաց ու չոր խառնվեց իրար։ Հիմա իհարկե քաղաքապետը խոստովանեց, որ ոչ մեկը նախկին տնօրեններին, եթե ուսուցիչ է ուզում աշխատել, չի խանգարելու, բայց ես դեպք գիտեմ, որ այնուամենայնիվ նախկին տնօրենը փոխտնօրեններ ազատվեց ու մանկավարժ-ուսուցչի ժամեր չտվեցին։ Մի խոսքով չի կարելի, ասածս են է, որ եթե մարդ փորձ ունի կուտակած, նրան միանգամից կտրել ու անպետք իրեն զգալ, դուք շատ եք վիրավորում մարդուն։ Ես հասկանում եմ, որ երիտասարդներին պիտի տեղ տալ, երիտասարդները պիտի գան, փոխարինեն, այո, բայց մի այդպես, ինչ ասեմ, միանգամից ասեք դու անպետք ես գնա։ Մանավանդ, որ ամեն տարի հազարավոր ուսանողներ են ավարտում բուհը ապագա մանկավարժական այսպես կրթությամբ եւ նրանք էլ պետք է աշխատատեղ ունենան։ Տարբեր ոլորտների մասնագետների, հարգված փորձագետների հետ ենք խոսում եւ տեսնում ենք ամեն տեղ նույն բանն է։ Այո։ Ամեն տեղ չկա այդ բարի կամք, ասենք օրենք կա, ամեն ինչ կա, կարելի ասենք անել, բայց արում ենք այսպես։ Չէ, օրենքները շատ սիրուն շրջանցում են։ Հա, կամ օրենքը շրջանցում են, այո։ Հիմա ես մի կոնկրետ բանի մասին եմ ուզում ասել ձեր եթերում։ Օրենքը, հանրակրթության մասին օրենքը 2009 թվականին ընդունված սահմանեց, թե ով կարող է դառնալ տնօրեն։ 7 տարի մանկավարժական ստաժ ունեցող, վերապատրաստված որպես տնօրեն, վերապատրաստում անցած, գմրավոր եւ բանավոր քննություն հանձնած հավաստագիր ստացած մարդը իրավունք ունի գնալ մասնակցել տնօրենի թափուր տեղի համար մրցույթին։ Հիմա տեսեք, գործող նախարարը պարոն Մկրտչյանը գնաց մայիսին այդպիսի քննության եւ ինքը շատ վատ զգաց, որ վաստակաշատ, ասենք տարիներ շարունակ տնօրեն աշխատող մարդը եկել է քննություն է տալիս եւ առանց օրենքի մեջ փոփոխություն անելու հայտարարեցին, որ հանում են այդ ցենզը, այդ նորմը, այդ 5 տարին մեկ քննություն տալ, հավաստագիր ստանալ եւ մասնակցել քննության, բանին։ Բա ինչպես պետք է լինի դա հանում են։ Ասում են մի անգամ ստացար հավաստագիրը։ Ողջ կյանքի համար քեզ դա բավական է։ Կներեք, կրթության ոլորտը անընդհատ փոփոխում է եւ այդ մարդը գուցե փոխեն վերապատրաստումների բովանդակությունը, փոխեն քննությունների հարցաշարը, փոխեն բանավոր քննության մեխանիզմը եւ այն ավելի կենթանի դարձնեն, որպեսզի մարդը կարողանա իրեն դրսևորել, սրա այդ համաձայն եմ, բայց առանց օրենքի մեջ փոփոխություն անելու միանգամից հայտարարել, որ Դե ֆեոդալական մոտեցում է, էլի, ասենք։ Ես արդեն քանիերորդ օրն է ասում եմ, օրենքի խախտում է, շարունակում են պնդել, որ շարունակում են խախտումը շարունակել։ Դե Ինչ անենք, բա։ Ինչ անենք։ Հա?
Փոխել այն պաշտոնյաները, ովքեր որ օրենք են խախտում։ Բայց որ մեկին Աչուձա։ Եկեք քաղաքականությունից վերադառնանք ամեն դեպքում դպրոց, խոսենք մեր շատ սիրելի ուսուցիչների մասին։ Այ խոսեցինք քիչ առաջ Սովետական միության լավ կրթության մասին եւ դրական ու բացասական կողմերի մասին։ Չեմ ուզում թերագնահատել այն ուսուցիչներին, ովքեր Սովետական միության կրթություն են ստացել եւ երկար տարիներ, տասնյակ տարիներ արդեն դասավանդում են ու դասախոսում են եւ դպրոցներում եւ բուհերում, սակայն ինչպես է այս մեթոդը իրականացվում։ Գուցե նրանք պետք է ատեստացիաներ անցնեն ժամանակ առ ժամանակ, գուցե պետք է որևէ բան փոխվի, պատրաստվեն, որովհետև անգամ դասը բացատրելու մեթոդը երբ փոխվում է, անգամ մի ուսուցիչ չի գալիս է մեկ ուրիշը, դու ավելի լավ ես սկսում հասկանալ դասը։ Մանավանդ երեխաները, որոնք հաստատ չեն ուզում առավոտից մինչև ժամը 2-ը նստել ու լսել։ Ուրեմն տեսեք, արդեն նույն հանրակրթության մասին օրենքով հստակ ուսուցչի վերապատրաստման եւ ատեստավորման մեխանիզմը դրվել է։ 5 տարին մեկ ուսուցիչը պետք է նախաատեստացիոն վերապատրաստում անցնի, վերապատրաստումից հետո ատեստավորվի որպես մանկավարժ։ Այնտեղ կա համապատասխանում է պաշտոնին, չի համապատասխանում պաշտոնին։ Որպես զգացվում է։ Թե կոռուպցիոն Թե էլի ասեք նախարարը կարագա ասի չէ ինչ է եղել, դավայ։ Հիմա տեսեք մոտավորապես ինչ եղավ։ Այ որպես այդ օրենքի համահեղինակ, այս գաղափարը որ դրել էինք, մտածում էինք վերապատրաստումից հետո ուսուցչին պիտի տրվի իր վերապատրաստման արդյունքը, ինչքանով է ինքը համապատասխանում չի համապատասխանում դա ատեստավորումն էր, բայց ինքը մի ձևով քննություն պիտի հանձնի, որպեսզի այդ վերապատրաստման արդյունքը գնահատվի։ Չի արվում դա։ Ես հիմա Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն եմ, որտեղ վերապատրաստումներ են անցում, ես ասում եմ ժողովուրդ, այսպես չի լինի, պիտի գնահատվի վերապատրաստումը։ Ինձ ասում են մարդը դիպլոմ է ստացել, վերջացավ, դու չես կարող նրան այնտեղ որակավորում է տրված մանկավարժի դու չես դիպլոմ ստանալու ճանապարհներն են բոլորիս համար պարզ։ Իսկ տնօրեն կա, որ ուղարկում է այդ վերապատրաստման եւ հույս ունի, որ եւ ինքը դժգոհ է ուսուցչից եւ ինքը տեսնում է, որ այդ ուսուցչի արդյունավետությունը շատ ցածր է, ինքը մտածում է, այս ատեստավորման ժամանակ կգրեն չի համապատասխանում եւ ես կազատվեմ։ Ով գրի, բայց Դիպլոմը ստացած գալիս է։ Այո, գալիս են եւ 5 տարի հետո վերապատրաստման արդյունքում, որովհետեւ այդ վերապատրաստման գնահատումը չի արվում։ Ոչ մեկը չի իր ձեռքը չի գնում գրի չի համապատասխանում։ Տնօրենն էլ ինքը իհարկե ուրիշ մեխանիզմներ ունի ուսուցչի անհամապատասխանությունը գնահատելու, իհարկե ունի, բայց չի ուզում իր ձեռքով առնի։ Դա գցում է սրա վրա։ Սա էլ ասում եմ մարդը դիպլոմ է ստացել, թող գնա։ Ինչ է ստացում։ Մենք 5 տարի մեկ ատեստավորում ենք, վերապատրաստում ենք, հետո ատեստավորում ենք ուսուցչին եւ դրա հետևանքը ոչ մի բան։ Ոչ մի բան։ Այն դեպքում, երբ որ այսօր շատ կարևոր համընդհանուր ներառական քաղաքականությունն է որդեգրել Հայաստանի Հանրապետությունը կրթության ոլորտում։ Ինչ է դա նշանակում։ Չգիտեմ։ Ահա, ուրեմն համընդհանուր ներառական կրթության քաղաքականությունը, ինչպես օրենքում է գրված, երաշխավորում է յուրաքանչյուր երեխայի համար իր կարիքներին համապատասխան որակյալ կրթության ապահովումը։ Յուրաքանչյուր երեխայի, բայց այս գաղափարախոսությունը սկսել է այն պահից, երբ աշխարհում հաշմանդամ երեխաների ծնողները սկսել են բողոքել, որ իրենց երեխան էլ կրթության իրավունք ունի եւ այդ երեխային բոլորի հետ կրթություն տալ։ Աշխարհում սկսել է եւ 99 թվականին առաջին դպրոցը, որտեղ ներառական կրթություն է սկսել, դա թիվ 27-ն է եղել, որտեղ տնօրեն եմ եղել ես։ Եվ սկսել ենք այդ կրթությունը։ Այն ժամանակ ես էլ լավ չեմ հասկացել, մտածում էի, հա, հաշմանդամ երեխային երբ բերում ես դպրոց, դա ներառական կրթություն է։ Բայց մոտ 8 տարի ես տնօրինեցի դպրոցը, այդ քաղաքականությամբ ու ինքս հասկացա ու տեսա, երբ որ դասարանում կան տարբեր կարիքների, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ եւ ուսուցիչը այնտեղ
շատ տարբեր գործիքների է տիրապետում, ինչպես լավ քիրուրգը, լավ վիրաբույժը եւ ամեն վարքյան գիտի ինչպես մոտենա երեխային, իսկ մեր ուսուցիչները բոլոր այդ վերապատրաստումները անցել էին, մենք տեսանք, որ դասարանի ընդհանուր որակը, կրթության որակը բարձրանում է։ Եվ մարդկային որակը։ Եվ մարդկային որակը եղավ հանդուրժողականության մի այնպես գեղեցիկ մթնոլորտ, երբ հատկապես երեխաները ոչ մի տարբերություն, խտրականություն իրար մեջ չէին դրում։ Իրանց ընկերոջը տեսնում էին այնպիսին, ինչպիսի կա, որոնք տարբեր խնդիրներ ունեն։ Դա շատ ցավոտ հետաքրքիր թեմա է, որ առանձին եթեր է պահանջում։ Այո, բայց ես հիմա ուզում եմ ասել, որ այս քաղաքականությունը Հայաստանը որդեգրել է օրենքով արդեն։ Կառավարությունը ընդունել է ժամանակացույց ըսօրի, որ մարզը որ տարին պիտի անցնի, բայց այն իրավական փաստաթղթերը, որ դա պիտի իրականացնի, կառավարությունը այդպես էլ չի հաստատում։ Սեպտեմբերի 1-ը եկավ, Սյունիքի մարզը պիտի անցներ, արդեն մենք ամբողջ մարզը վերապատրաստել էինք բոլոր ուսուցիչներին, հիմա ինչի չի անում։ Չգիտեմ ինչի չեն անում։ Իրենք են այդ ժամանակացույցով գրել 16 թվականը Սյունիքի մարզը պիտի անցնի, բայց այն իրավական փաթեթը, որով այնտեղ պիտի հիմնեն համապատասխան բաներ։ Շատ լավ։ Թեման ինչպես հասկանում ենք, այո, խնդիրները շատ են անկախ նրանից, որ այսօր սեպտեմբերի 1-ն է եւ տոնական օր է, ուզում ենք տոնական տրամադրությամբ էլ շարունակել, սակայն դժվար է, որովհետեւ դպրոցում խնդիրները կան, շարունակվում են, հուսանք, որ մի օր դրանք գնալով կքչանան, բայց եւ այնպես այսօր դեռ Ամենայնպես այս թեման առանձին եթերը պանջում էլի եմ կրկնում, մենք դեռ կխոսենք այս թեմայի շուրջ, անպայման։ Մեր տաղավարում էր Անահիտ Բախշյանը, ում հետ փորձեցինք մի փոքր այսպես հասկանալ ինչ խնդիրներ ունենք այսօր եւ ինչպես շարժվել առաջ կրթական համակարգում։ Ձեզ շնորհակալություն։ Անչափ շնորհակալություն մեր հյուրը լինելու համար ու հետաքրքիր զրույցի համար։ Եվ այս պահին մեր եթերում կոմերցիոն դադար է։ Ժամանակն է իշել մեր գործընկերոջ։ Մեր հաղորդման հովանավորն է Դելտա Կլինիկ բժշկական կենտրոնը, որտեղ կարող եք ստանալ արագ, որակյալ եւ մատչելի բուժսպասարկում։ Կենտրոնում իրականացվում է բոլոր օրգան համակարգերի համակարգչային ստուգում, 4D սոնոգրաֆիա, սրտի էխոկարդիոգրամա, ողնաշարի դիագնոստիկ հետազոտություն, վահանաձև գեղձի եւ ճիճվակրության հետազոտություն եւ այս ամենը զեղչված գներով։ Դելտա Կլինիկ կարող եք զանգահարել 500-560 հեռախոսահամարով եւ ստանալ որակյալ բուժում։ Խնդրում զանգահարեք, նոր գնացեք, որովհետեւ հերթեր են առաջանում։ Գրանցվեք։ Իսկ առողջության թեման այժմ կշարունակի օրվա դեղատոմսն իր ժողովրդական բաղադրատոմսերով։ Գնացինք։ Ինչպես լավացնել հիշողությունը տնական ու բնական միջոցներով բոլոր գաղտնիքներին այս պահին մեզ կծանոթացնի Մարիամ Վահանյանը։ Բարև ձեզ Տիկին Վահանյան։ Բարև ձեզ։ Տնական ինչ միջոցներ կարող ենք օգտագործել հիշողությունը լավացնելու համար, որպեսզի տանից դուրս գալուց հետո չմտածենք արդյոք անջատեցինք արթուկը թե միացրած թողեցինք։ Շատ հաճախ է այդպիսի դեպքեր լինում, նույնիսկ այնպիսի դեպքեր, որ անգամ ուզում ես մտերիմ հարազատի անունը հիշել, մոռանում ես կամ հեռախոսի համարը եւ կամ ասենք Երևանի որևիցե փողոցի անուն եւ մենք մոռանում ենք ինչ պետք է անել վերջում ենք 60%-անոց օղի եւ մեջը լցնում եղինջ ընդ որում եղինջը պետք է լինի նախընտրելի է որ անպայման լինի անտառային եղինջ, այսինքն մաքուր միջավայրից քաղված եղինջ եւ անպայման պետք է քաղել ձեռքերով, այսինքն պետք է հագնել ռեզինե ձեռնոցներ եւ ձեռքերով քաղել, դանակ երբեք մետաղական ոչ մի իր չի կարելի կպցնել։ Այնուհետեւ վերում ենք տուն, կես կիլոգրամի չափ իհարկե, լցնում ենք որևիցե ապակի ամանի մեջը լցնում 1 կիլոգրամ 1 լիտրի չափ օղի։ Ընդ որում առաջի օրը պետք է դնել անպայման արևի տակ, իսկ երկրորդ, երրորդ, մինչև 15-րդ օրը պետք է դնել մութ տեղ, անդադար թափահարելով։ 15 օրը հետո մենք հանում ենք, ճզմում, ճզմելուց հետո երևում է եւ գույնը մի քիչ գորշ գույն է լինում եւ անպայման մի քիչ էլ մածուցիկ։
այնուհետև պետք է օգտագործել օրը 3-ից 4 անգամ, մինչ ուտելը կես ժամ առաջ 1 չաշի գթալ։ Հրաշալի միջոց է անոթները մաքրելու։ Նաև մի այլ մեթոդ, որը անհրաժեշտ է յուրաքանչյուրին եւ շատ հեշտությամբ, վերցնում ենք սոխը իհարկե պետք է այնպես անենք, որ լինի 1 բաժակի չափ հյութ, սոքքամիջով քամելուց հետո, եւ այդ 1 բաժակին ավելացնում ենք 1 բաժակ մաքուր մայիսյան մեղր, ընդ որում պետք է մեղրի որակը բավականին լավ լինի։ Խառնելուց հետո նույն օրը կարող ենք օգտագործել անպայման 3-ից 4 անգամ ուտելուց անմիջապես հետո։ Այս բաղադրությունները մաքրում են անոթները, խոլեստերինը իջեցնում եւ թույլ չեն տալիս, որ հիշողությունը վատանա, ոչ միայն վատանա, այլ վերականգնում է։ Իսկ ամենալավ, ամենահրաշալի, ամենաբնական, ամենատնական, ամենասիրելի, ինձ համար շատ ցանկալի եղանակը դա տզրուկն է, ընդ որում տզրուկը պետք է դնել տարբեր մասերում, յուրաքանչյուր մարդ ռեֆլեկտոր կետերով դնելով, իհարկե դա բժիշկներ են անում, ինչ են անում, կամ ականջի հետևին, կամ ծոծրակին, կամ դնում են հենց լյարդի ուղղությամբ անոթները մաքրելու։ Մենք խորհուրդ ենք տալիս յուրաքանչյուր մարդու դնել 1 կուրս, այսինքն 1 կուրսը 10-ից 12 անգամ է, որը նպաստում է ոչ միայն հիշողության լավացմանը, այլև եթե տղամարդկանց մոտ կա աթերոսկլերոզ, եթե կանանց նույնպես, եթե կա ադենոմա, պրոստատիտ, կամ ասենք ներվային համակարգի խանգարում, կամ անքնություն, կամ գինեկոլոգիական խնդիրներ ունի անձնավորությունը, կամ ամենակարևորը, եթե սրտի խնդիր ունի, եթե խոլեստերինը արյան անոթներում բարձր է, այն նպաստում է, որ անոթները լինեն էլաստիկ, անոթները լինեն ճկուն, ճնշումն է իջեցնում, երակների վիճակն է լավացնում եւ կարելի ասել սա այն կոմպլեքս բժշկությունն է, որ ճիշտ է մի անգամ մենք դնում ենք տզրուկ, բայց ինքը ազդում է ոչ միայն մի օրգանի աշխատանքը կարգավորելու կամ մի հիվանդություն բուժելու, այլ այն օգնում է ամբողջ օրգան համակարգերին, սկսած գլխից մինչև ոտքերի ծայրը։ Այնպես որ այս տզրուկաբուժությունը, որ ասում են դնում ես մի խնդիրը վերացնելու համար, այն լուծում է բոլոր խնդիրները, ինչ որ ունի մարդը։ Շնորհակալություն, դե ինչու հետևեք մեր խորհուրդներին, եթե ինչ-որ բան թողեցիք, կարող եք մեզ գտնել նաև on-line հարթակում, իսկ մենք նոր դեղատոմսերով յուրաքանչյուր աշխատանքային առավոտ անպայման կմիանանք։ Շնորհակալություն առողջարար խորհուրդների համար, այսօր սեպտեմբերի 1-ին փորձենք եւս մեկ անգամ կապ հաստատել մեր գործընկեր Արթուրի հետ, հասկանանք թե որ դպրոցում է նա այսօր եւ հիմա եւ ինչ վիճակ է այնտեղ, ինչ տրամադրություններ են տիրում։ Արթուր, դու մեզ լսում ես։ Պարոն Սերգեյ անի կրկին բարի լույս, մենք շարունակում ենք շրջել Երևանյան դպրոցներում եւ տեսնում ենք թե ինչ տոնական տրամադրություն է տիրում դպրոցներում, այս պահին մենք գտնվում ենք համար 118 դպրոցում եւ իմ զրուցակիցն է դպրոցի տնօրեն Հովակիմյան Կարինեն, Տիկին Հովակիմյան, բարի լույս։ Բարև ձեզ։ Նա շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի առթիվ եւ ամենասկզբում պարզենք ինչ տրամադրություն ունեք եւ ինչպես եք պատրաստվել տոնին։ Ունեմ շատ լավ տրամադրություն, սովորողների եւ ուսուցիչների տրամադրությունը ինքներդ եք տեսնում, դա թաքցնել հնարավոր չէ։ Մենք ամեն տարի ենք պատրաստվում սիրով սեպտեմբերի 1-ին գիտելիքի օրվան։ Թվում է թե պիտի արդեն սովորական բան դարձած լիներ, բայց դա այդպես չէ, ամեն տարի կարծես առաջին անգամ, որովհետեւ մենք շփվում ենք նոր սովորողների հետ։ Ամեն տարի այն, ինչ մեզ թվում է թե մեզ համար կրկնվող է, իրենց համար առաջին անգամ է։ Շնորհակալություն եւ վերջում ձեզ շնորհավորանքը բոլորին, ովքեր այսօր առաջին անգամ են գնում դպրոց եւ ընդհանրապես բոլոր ծնողներին եւ ուսուցիչներին։ Աստված թող միշտ լինի բոլորի հետ, եւ սովորողի, եւ ծնողի, եւ ուսուցչի, որպեսզի կարողանան Աստծո կողմից իրենց տված շնորհը ճիշտ օգտագործեն։ Մարդ դառնալ սովորելու շնորհը։ Շնորհակալություն։ Անի Սերգեյ, ես հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք համար 118 դպրոցում, մենք դեռ շարունակելու ենք շրջել Երևանյան դպրոցներով, քիչ հետո մենք կհանդիպենք արդեն առաջին դասարանցիների հետ եւ կտեսնենք թե ինչպես է անցնում առաջին դասը նրանց։ Այս պահի համար այսքանը։
Շնորհակալություն Արթուր եւ այս պահին մենք տաղավարում ունենք դպրոցականներ, ովքեր իրենք կարող են պատմել, թե ինչպես էին սպասում սեպտեմբերի 1-ին, ինչ հույսեր ունեն այս տարվա հետ կապված, ինչ պլաններ ունեն։ Բարև ձեզ, մեծ սիրելի դասատների հետ, տնօրենների հետ։ Մեր տաղավարում են Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցում սովորող Էդգար Մելիքյանը, ինչպես նաեւ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սովորող Նարեկ Արշակյանը եւ Սեդլանա Մելքումյանը։ Բարև ձեզ եւս մեկ անգամ։ Բարև ձեզ երեխաներ։ Թույլ տվեք ձեզ շնորհավորել։ Թույլ եք տալի։ Սեպտեմբերի 1-ի արդիվ։ Բացի թույլ են տալի։ Այո։ Շնորհավորում ենք երեխաներին։ Սպասում եք սեպտեմբերի 1-ին։ Այո։ Մենք սպասում ենք։ Ինչու, ինչ է ձեզ տալիս այսօրը։ Ինչ կապ ունի սեպտեմբերի 1-ին ես գնում դպրոց, թե սեպտեմբերի 2-ին, թե սեպտեմբերի 10-ին։ Ընդհանրապես կապ չունի։ Բայց սպասում եք։ Սպասում ենք էլի։ Ինչով է առանձնահատուկ սեպտեմբերի 1-ը, երբ դու արդեն առաջին դասարան չես գնում, հա, ինչ ես զգում, երբ գնում ես առաջին անգամ սեպտեմբերի 1-ին դպրոց եւ 6-րդ անգամ կամ, չգիտեմ, 7-րդ, 8-րդ եւ 3-րդ օրինակ։ Ապա Զգում ես, որ դու ավելի մեծ ես, դու այս տարի տիրապետ ես ավելի շատ գիտելիքների, ուսուցիչները, նոր ուսուցիչներ, եթե կունենաս, ավելի լավ կարծիք կունենան քո մասին։ Որը վատերը մեր հները արդեն sense-ներս վատ կարծիք ունեն, ասենք գոնե ես նորը լավ կարծիք ունեն։ Ու դպրոցը կսիրի քեզ։ Ահա։ Որերորդ դասարանում ես դու սովորում։ Փոխվեցի 7-րդ։ Ահա, մեծ տղա է արդեն։ 3 տարի բան ամնացել, չէ։ Չէ, 5, 12 տարի եք, չէ, այժմ սովորում։ Այո։ Այո, հա, դեռ Մեր դպրոցը 9 տարի է։ Հա, ավե, ուրեմն մնացել է 2 տարի։ Բան չմնաց, տարի։ Իսկ դուք Սեպտեմբերի 1-ին, եթե տեղափոխվում ես 6-րդ դասարան, կարող են լինել նոր ուսուցիչներ եւ այդ ժամանակ արդեն պետք է նորից ծանոթանաս, իսկ թե նույն ուսուցիչներն են, տարբերություն չկա, ուղղակի գնում ես դպրոց։ Կա ուսուցիչ, որ չես սիրում իրան։ Չէ։ Իսկ կա ուսուցիչ, որ քեզ չի սիրում։ Ինչ արետար կյանքը։ Կա ուսուցիչ, ես ունեմ ուսուցիչներ, որոնց որ հիմա որտեղ եմ, փողոցը փոխում եմ ասեմ։ Բայց դուք Սերգեյ օրինակին չհետևեք, որովհետև նա միակն է իր տեսակում։ Հա։ Ամեն Սերգեյն ինձ մարդ չդառա, հասկանում ես, վատա սովորել ուսուցիչ չի սիրել։ Խուժանի մեկն է։ Ինչն եք սիրում դպրոցում ամենից շատ, ինչն է տպավորվում։ Էդգար դուրս կսիր, ձեզ մոտ շարունակենք։ Դպրոցում տպավորվում է այն, որ օրը տանցնում է ավելի հետաքրքիր, ընկերների հետ, դասեր երբ վերջացնում ես, կարող ես գնալ ընկերներիդ հետ ման գալու, խոսել, զրուցելու։ Սա լավ է, բայց ինչն ես ամենաշատը սիրում դպրոցում։ Դպրոցում ամենաշատը իհարկե սիրում եմ ընկերներիս, ունեմ շատ սիրելի ուսուցիչներին եմ շատ սիրում։ Իսկ բուֆետից ներփերշիկի հոտ գալիս է։ Դե պարզա որ կգա։ Մեր ժամանակ գալիս էր որտեղ, ասում մենյուն չի փոխվել։ Եվ կորժիկի ձեր դեպքում։ Կորժիկի դեպքում, ինձ ասում են յոշիկ կորժիկ։ Իսկ դուք ինչն եք սիրում դպրոցում ամենից շատ։ Դպրոցում ես շատ եմ սիրում ընկերներին, սիրում եմ դասերը, մեր մոտ դասերը շատ հետաքրքիր են անցնում։ Մենք դասարանում, ասենք, եթե մայրինի դասն է, մենք ընթերցանություն ենք անում։ Մենք կարող ենք դուրս գալ, մենք ունենք ներքին բակ, գնալ ծառի տակ նստել, համ զրուցել, համ կարդալ։ Սպասել մինչև խնձորը ծառը գնի գլխի, ներական Նյուտոնի օրենքը հաստատես, այո։ Ու շատ հետաքրքիր են անցնում։ Շատ լավ։ Սիրած առարկա։ Ասել իմ քետարքի թեման ավարտենք կհասնենք չարություններին։ Սիրած առարկա։ Սիրած առարկա մաթեմատիկա, մայրենի, անգլերեն, ռուսերեն, բնագիտություն։ Ինչ մնաց։ Իսկ դու Սեդլանա։ Ես մաթեմատիկան եմ սիրում ամենից շատ։ Ահա։ Դու։ Ես անգլերենը, ռուսերենը, մաթեմատիկան, ֆիզկուլտուրան։ Համարյա էլի ինչ մնաց մոտավորապես։ Լսեք, լավ, եկեք մի քիչ չարություններից խոսենք։ Դպրոց առաջ չարություն ինչ դպրոց։ Օրինակ ինչ չարություն ես արել կամ ինչ է սիրում ան, չգիտեմ, ասենք։ Եվ ինչի համար եք պատժվել, հա, եղել է նման բան պատժվել։ Դնում այդ կաբինետը տրակցնում։ Դու մտքեր մի տուր Սերգեյ, նրանք իրենց պատմությունները հաստատում են։ Իմանա որն է, հա։ Եվ չէ, տենց չարություն չեմ անում։ Ահա։ Հետո գնում եմ դպրոցից։ Դա դու աղջիկ ես, քեզ կարելի է։ Դու այնտեղ աչքերն է, մտնա, աչքերն է, նա։ Հոսա։ Դες միականի մեկից մեծ հակաշել է ներել։ Նա իսիր որևէ չարություն, որի համար պատժվել ես։ Դեռ այդպեսի չարություն ես չեմ արել, որ պատժվել եմ։ Դասեր չեմ փախել։ Ամեն ինչ դեռ արջևում է։ Ամեն դեռ արջևում է։ Դասերը չես փախել երբեք։ Չէ։
Այ քեզ բան, մենք փախնում ենք, այո։ Էդգար, իսկ դու։ Դու ասա։ Մենք էլ ճիշտ ասած դասից չենք փախել, մենք էլ չենք պատժվել, ուղղակի մեզ վրա բարկացել են զգուշացում տվել դասամիջոցներին վազելու համար։ Մեր դպրոցում եղել է մի հատ դեպք, իմ ընկերը ընկել ոտը կոտրել է, դրանից հետո ամբողջ դպրոցը չի թույլատրում վազել։ Հա, դրա համար անդադ ջղայնանում են։ Մեզ էլ էին ասում պատիտակ հենց կանգնում եք, պատիկ տրակում էր սրտներս։ Այ քեզ բան։ Լավ, իսկ ուսուցիչների մեջ ինչ է կցանկանայիր փոխել։ Կա ինչ-որ բան, որ կցանկանայիր, որ այլ կերպ լիներ, երբ դու օրինակ լինես ուսուցիչ, դու այլ կերպ կվարվես, կամ լինես տնօրեն, այս բանը կփոխես ուսուցիչների վարքում, կամ գուցե դասը մատուցման ձևում։ Չէ, իմ ուսուցիչների մեջ ամեն ինչ նորմալ է, նրանք մեզ ամեն ինչ տալիս են։ Մնացածը արդեն կախված է աշակերտներից, նրանք կվերցնեն ուսուցիչի տվածը, կուզեն սովորել, թե չէ։ Լավ սերունդ է մեծանում Սերգեյ։ Ինչ անետարքի սերունդ եմ ասեն սովորել։ Լավ։ Իսկ դուք որևէ բան կցանկանաք փոխել դպրոցում ուսուցիչների մեջ։ Եթե ես տնօրեն լինեի, ես հենց առաջին բանը ինչ կլիներ, ամեն մի դաս մենք չենք անի համակարգչով, որովհետև համակարգչով մենք չենք կարողանում մաթեմատիկայի դասին բազմապատկել։ Մենք պետք է անենք դա թղթի վրա։ Ահա։ Ամեն ինչ համակարգչով անելը շատ դժվար է, հետո էլ համակարգչով խաղերել են խաղում, դասի ժամանակ խաղում են։ Ահա։ Այսինքն չեն տեսնում։ Facebook բանից մտնում, չէ։ Բայց կա նաև դրա լավ կողմը, որ մենք հիմա գիտենք համակարգչից բազմակողմանի օգտվել, ինչը ասում է, որ շատ լավ է, ապագայի համար է։ Համակարգչով թե։ Մենք ունենք PDF Այդ կոչված է։ Անգրագետից եթե ասես PDF ինչ է։ Ես գրեմ PTS ասենք։ Չէ։ Ծրագիր է, որով կարող ես էլեկտրոնային գիրք կարդալ։ Ու կարդում եք էլեկտրոնային։ Իսկ աուդիո գիրք կարդում եք։ Աուդիո գիրք մենք ենք անում։ Մենք աուդիո գիրք արել ենք։ Մենք նաև movie ծրագրով պատրաստում ենք վիդեոնյութեր։ Ահա։ Այսինքն շատ Հիմա հասկանում ես ինչ ես եղեգիչարություն չեն անում։ Զբաղված ժամանակ չունես։ Զբաղված եմ։ Լավ, իսկ դպրոցից հետո, դպրոցից բացի, ինչով եք հասցնում զբաղվել։ Գուցե ինչ եք սիրում, ինչ հոբիներ ունեք, գուցե գնում եք պարի կամ չգիտեմ, երգի կամ այլ տեղ կավագործության։ Ես գնում եմ գիտարի։ Գիտարի։ Գնում եմ սպորտաձևի, քունֆուի։ Շատ եմ սիրում այդ սպորտը։ Հասցնում ես։ Հա, հասցնում։ Դու Սետլանա։ Ես առաջ գնում էի պարի, բայց հիմա չեմ գնում պարի, տանը նկարում եմ դասերից հետո։ Ահա։ Այ ինչու, որովհետև զբաղվածությունից շատ է եւ չես հասցնում գնալ որևէ խմբակ, թե Չէ, ուղղակի չեմ։ Հա, ուղղակի էլ չես։ Ահա։ Իսկ դու Էդգար բացի դպրոցից զբաղմունքներ ունես։ Բացի դպրոցից հաճախում եմ Թումո կենտրոն, հաճախում եմ երաժշտական դպրոց եւ պարապմունքների անգլերեն, ռուսերեն եւ խմբակի, որտեղ մենք հավաքում ենք ինքնաթիռային մոդելներ։ Անոթաչու սարքեր հավաքեք դեր։ Հուսան, այո, մենք դրանք կստանանք։ Այս սերունդի վրա արդեն առանձնապես հույս չեմ դնում։ Ասենք եթե մի բան անենք այս երկրի համար դուք եք անելու։ Դուք եք անելու։ Եվս մի շատ կարևոր հարց, որը երևի թե ձեր սերունդին ավելի ճիշտ կլինի տալ։ Բաքում խաղալ հասցնում եք, թե էլ տենց բան չկա։ Մենք ունենք ընտրության ժամեր, որը մի կողմը արվեստի, մյուսը սպորտային։ Հա, դպրոցում այս ժամանակ։ Դպրոցում։ Հետո որ գալիս եք տուն, հիմնականում մեզ բակից տուն բերել չէր լինում, իսկ ձեզ։ Դասերը եթե իհարկե վերջացնում ենք։ Դասերն արել ենք։ Դասերն արել ենք, կարող ենք իջնել մեր համար բակում խաղալ։ Կարող է, օրինակ, անի փոքր ժամանակ միշտ խաղացել էշմիլիսա ու հավալա։ Ասենք ասելա։ Դուք հիմա ինչ եք խաղում։ Տղաներով շատ են խաղում ֆուտբոլ։ Ամենաշատը դա են խաղում։ Իսկ աղջիկները Սետլանա հիմա ինչ են խաղում։ 7 քար են խաղում, Իսկ հարևանները չեն ասում, դա գնացեք ձեր պատանիների դեպի խաղացեք։ Ասում են։ Նույն բանն ան, մեզ էլ էին ասում, ասում գնացեք ձեր պատանիների դեպի խաղացեք։ Նոր սերունդը թող արտահայտվի։ Իսկ դու Էդգար, դու Ես էլ եմ հասցնում դասերից հետո իհարկե դրսում խաղալ, ընկերներս հետ շատ եմ սիրում խաղալ ֆուտբոլ, իսկ եթե աղջիկները միանում են մեզ, մի քիչ մուտնել անկանում խաղում ենք բախկվոցի։ Հա, աղջիկներից մուտ ժամանակ եք խաղում բախկվոցի, օքեյ։ Չէ, ավելի հետաքրքիր է մուտը։ Բայց իհարկե հետաքրքիր է։ Ինձ ես ասում, տղա ջան։ Դե ինչ, այսպիսին են մեր երեխաները, այսպիսին են այսօրվա դպրոցը։ Եթե մի բան ես մոռանում, ասենք օրակիդ մոռացրես, դասատուն չի ասում գլուխդ մոռանայիր։
Չէ։ Էլ չի ասում Սերգեյ։ Մենակ միայն մայրինի դասատուներ, հին ուսուցչուհիներ, բայց ինձ չի ասել, հենց ինձ։ Դու բան չես որոշել դրա համար, դու բան ես։ Ուրիշներին Շատ լավ։ Դե ինչ, այսպիսին են այսօրվա դպրոցականները, ձեզ եւս մեկ անգամ շնորհավորում ենք ու հիշեցնեմ, որ մեր հյուրերն էին Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 դպրոցում սովորող Էդգար Մելիքյանը, ինչպես նաեւ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սովորող Նարեկ Արշակյանը եւ Սվետլանա Մելքումյանը։ Երեխաներ, նայելով մեր երկրին հասկանում ես, որ իմ սերունդը առանձնապես բան չար է այս երկրի համար։ Մեր հույսը ձեր վրա է։ Մենք ներողություն ենք խնդրում միակ գեդեզանից։ Հնարավոր ինչափ ձեր կօգնենք եւ մենք դες շատ ենք սիրում։ Այո, իսկ այս պահին մեր եթերում կոմերցիոն դադար է։ Գովաստաբա։ Ավստրալիայի 61 դպրոցներում, այդ թվում նաև գյուղերի դպրոցներում կատարվել է կրթական մակարդակի հետազոտություն։ Պարզվել է, որ դպրոցականների 40%-ի կարծիքով բամբակը կենդանական ծագում ունի։ 10-րդ դասարանցիներն էլ նրանց 13%-ը եւ 6-րդ դասարանցիների 27%-ը նշել են, որ յոգուրտը բուսական ծագման մթերք է։ Ահա, սարսափելի բան է, ոնց են ապրելու։ Այսօր զարգացող երկրներում յուրաքանչյուր 5-րդ մարդ գրել կարդալ ցավոք չգիտի։ Ավելի քան 20 երկրում կանանց շրջանում անգրագիտությունը 70% է կազմում։ Ինչ չես կարող ասել Հայաստանի մասին, մեր բոլոր կանայք անեի նման գիրտ աղջիկներ են։ Իսկ հիմա անցնենք մեր սիրելի Հայաստանին հանրակրթական դպրոցներին, որոնցում ամեն տարի ծրագրային փոփոխություններ են սկսվում։ Սակայն հերթական անգամ նրանք ապացուցում են մի բան՝ դպրոցի հոգսերը չեն կրճատվում, իսկ կրթության որակը մնում է միջին տանելիի ցուցանիշի սահմաններում։ Որովհետև ջուրը կացայի մեջ չի կարող եռալ միայն մեկ տեղ։ Այո։ Այսօր միջնակարգ կրթության թերությունների մասին ավելի մանրամասն կխոսի մեր տեսանյութը, որը հաճույքով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Դիտենք։ Ներողություն արտահայտությանս կուրս որտեղ է գտնվում։ Կուրս կայ տղա։ Վերև տուլայմոտ է։ Երբ համաշխարհային քարտեզի վրա ինչ-որ քաղաք չգտնելն աններելի սխալ էր թվում, իսկ գրատախտակը այդքան սարսափելի, եւ երբ դպրոցական նստարանի ու դասագրքերի կողքին մեզնից քչերն են կարողանում իրապես չափել դպրոցի հոգսերն ու դպրոցի բացերը։ Գլխավոր բացը իր փակ լինելն է։ Սկսած պահակներից, դռներից, փականներից, չափարներից, զաբորներից, ինքը վերակացուի սկզբունքով է կառուցված, հա, բռնավոր է, միսի, որ պարտավոր է, բաժանել են պորցիաների, բաժինների, չէ, գիտելիք կոչվածը, դու պարտավոր ես, դու պարտավոր ես։ Sur la mer, Méditerranée։ Բանաձևը շատ պարզ է, սիրում է ուսուցչին, սիրելի է առարկան ու նաև դպրոցը, թեկուզ իր մաշված նստարաններով, ֆիզկուլտուրայի փոքր դահլիճով ու երբեմն այդքան երկար թվացող 45 րոպեներով։ Ինչ է պատահել։ Սիլով։ Արտակից հեռակ իրա եկել։ Չա ուսուցիչը, կարմիր գրիչով, չէ, սխալներ, խոսես սխալդ կուղի, գրել ես սխալդ կուղի, չէ, ու բավականություն է այդ բանը, ինքը սխալներ ուղողը, սա համատարած մի բան է։ Ես իմ ասածը բան չի, որ գիտեք, չկան լավ տասնյակ, հարյուրավոր լավ ուսուցիչներ կան, խոսքը այդ չէ։ Ես խոսում եմ ձեր ասած Արարատի մասին, որով ուրեմն ախտահարված է ամբողջ հանրակրթական, ինչպես բացվի, հա, այդ ինքը պետքա քննական քննությունների կենտրոնից, հա, վերածվի կյանքի դպրոցի։ Հայեն ասին, մեր ուսումնական սեկտորի Հայաստանի հիմիկվա են ցայտուն գործիչների պատճառով այդ պայուսակները ծանրանում են, դպրոցը դառնում է 2 ամյա, հիմա էլ սկսում են ոչ գիտելիք են տալիս, միայն նվերներ են խնդրում։ Տարիքային հետ կապված ծանրաբեռնված են երեխեքը, հիմնականում առաջի, երկրորդ, երրորդ դասարանցիները։ Նագորուսկան շատ է լինում։ Ավելորդաբանությունները քիչացնել։ Փակ համակարգերում դպրոցի գլխավոր խնդիրը մի խումբ մարդկանց ինքնապահպանությունն է։ Այսինքն այդտեղ պետքա բերեն նաև ինչ-որ բաներ պետքա վաճառեն, պետքա տետրեր պարտադրեն, մյուս բաներ, հետո դպրոցի կարևորությունը պետքա ցույց տա այս բան։ Կգա ինտերնետը որպես ուսուցիչ եւ կպարզի, որ այդ տետրերի, այդ թղթային մյուսի գրիչով բանով այդ մեծ մասը պետք չի, որովհետեւ այն ինչ որ երեխայի ձեռքին արդեն այսօր կա պլանշետը, որ կա ուսուցչի ու երեխայի, որով ինքը կներեք շատ հաճախ միայն ոչ ուսումնական գործերով է զբաղված։ Ինքը կսկսի դրան նայել նաև որպես ուսումնական գործիք, հա, այսինքն այդ ինտերնետը կդառնա
երեխայի ուսուցիչը, ուսուցչի ուսուցիչը։ Սերնդափոխություն, աշակերտների ժամանակակից մտածելակերպ ու իհարկե 21-րդ տեխնոդար։ Չնայած սրան Հայաստանում գործող բոլոր դպրոցներում չէ, որ վերացել է խորհրդային հետքը, թե գրատախտակ նստարանների եւ թե գիտելիքը փոխանցելու մեթոդների տեսքով։ Մենք մոռացել ենք ընկերություն անելը։ Այստեղ մենք պիտի հիշենք, որ չկան ուսուցիչներ, չկան երեխաներ, կան ավագներ, կան կրտսերներ, հա, բայց միևնույն է, ամենամեծ հաճույքը մարդկային շփումն է եւ կրթությունը լսեք, դա այդ շփման կազմակերպումն է որոշակի միջավայրում ուսմուն, հա։ Սահմանը գիտի, երբ որ դու երեխային հետաքրքիր բաներ ես պատմում, որ ինքը չգիտեր, որ ինքը լսում է, իմանում է, ինքը լսվում է հարգանքով քո նկատմամբ, ինքը չի կարող ակնածանք չունենալ այն մարդկանց նկատմամբ, ովքեր իր համար հետաքրքիր են, իրեն տանում են ճամփորդության, չէ։ Իսկ հիմա այն ինչին համաձայն չեն դպրոցականները ու ինչը կուզենային փոխել դպրոցում։ Այդ գրքերն էլ շատ ծանր են, որ ես չեմ կարող տանել։ Դե մենից դուր է գալիս։ Կուզենայի, որ մաթեմատիկան ավելի երկար լիներ։ Երկրորդ հերթ եմ լինում տնում են առաջին, այդ չեմ սիրում։ Դժվարությունները ինձ դուր չեն գալիս։ Ես կուզենայի, որ քանդակագործություն ավելանար ու ռուսերենը բան լիներ։ Չես սիրում ռուսերեն։ Չէ, դասատուին չեմ սիրում։ Խիստանը շատ։ Ուզում էի, որ ուսուցիչները իմ առաջին դասարանը ու երկրորդը, որ երրորդը ինձ ասել է ինչ անեմ բանն է, այդ իմ դասատուն ուզում էի, որ չփոխվեր։ Գլխավորը պետք է լինի մարդու, այդ իմացումի հաճույքը, հրճվանքը, սովորելու հավեսը, սովորեցնելու հավեսը, լսում եք, անհնար է, չի կարելի գնալ ծրագրային փոփոխությունների, հանրակրթության կազմակերպման բարեփոխումների, այս վախի, այս բերդային պայմաններում, այս փակ համակարգի պայմաններում։ Ուսումնական պարապմունքների վայրեր կդառնան ոչ միայն դպրոցական այդ փակ կաբինետներ, այլև թանգարանները, կարող են դառնալ հասարակական վայրեր։ Ի վերջո, հանրակրթական դպրոցի վերափոխման ճանապարհին ոչինչ այդքան որոշիչ չի կարող լինել, որքան այն, որ ամեն տարի մանկավարժական համալսարան ավարտող հարյուրավոր ուսուցիչների գոնե կեսը դպրոց մտնի ինչ-որ բան փոխելու ցանկությամբ ու կարողությամբ, իսկ աշակերտները նրան օգնելու պատրաստակամությամբ։ Նելի Մովսիսյան, Արթուր Մկրտչյան, Առավոտը շանթում։ Եվ վերջում, ինչպես ասել է ամերիկացի գրող Ուիլյամ Արթուր Ուորդը, սովորական ուսուցիչը պատմում է, լավ ուսուցիչը բացահայտում, բարձրակարգ ուսուցիչը ցույց է տալիս, իսկ հանճարեղ մանկավարժը ոգեշնչում է։ Թող որ մեր բոլոր դպրոցականներն այս տարի ոգեշնչված լինեն իրենց յասքանչ ուսուցիչների կողմից։ Այո, սիրելիներս, այսօրվա համար այսքան ենք պատասել դրկրթության ոլորտի խնդիրներից էլի կխոսենք մեր ծրագրերի ընթացքում, իսկ այսօր այսքանը ցտեսություն անպայման։ Հաճելի ուսումնական տարի, մինչ բանը։ Ցտեսություն։